17 տարեկան մի աղջիկ մի գաղտնիք էր գրում, որը կարող էր ցնցել քաղաքի ամենահզոր ընտանիքներից մեկին։ Նա մեծացել էր շքեղության գուլիսներում լուր դիտելով, թե ինչպես է մայրը ծառայում մի ազդեցիկ ընտանիքի, այն, ինչ նա բացահայտեց, ընդմիշտ կփոխեր նրա կյանքը։ Նախքան այս զարմանահրաշ պատմությունը լսելը, չմոռանաք բաժանորդագրվել ալիքին ավելի հուզիչ պատմությունների համար։ Անին ապրիլյան այդ առավոտ վերջին անգամ ուղեց դպրոցական համազգեստը հայելու մեջ նկատելով հոգնածության հետքերը, որոնք արդեն հայտնվել էին նրա երիտասարդ դեմքին։ 17 տարեկանում նա իր ուսերին գրում էր պատասխանատվություն, որը չպետք է պատկաներ իր տարիքի մեգին, նրա մայրը Վարդուհին, ավելի քան 10 տարի աշխատել էր որպես տնային տնտեսուհի Ավետիսյանների առանձնատանը քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկի ամենաշխեղ տներից մեկում։ Ավետիսյանների տունը գտնվում էր ամենաազնվական փողոցներից մեկում իր բարձր պարիսպներով անթերի այգիներով, որոնք թաքցնում էին գաղտնիքներ, որոնց մասին գիտեին միայն ներսում աշխատողները։ Վարդուհին միշտ զուսպ էր, գրեթե անտեսանելի, ինչպես սպասվում էր նրա դիրքում գտնվող մարդուց, Անին մեծացել էր լսելով մոր պատմությունները ընտանիքի առօրյայի մասին, բայց միշտ զգույշ երբեք չբացահայտելով ավելին, քան հարկն էր։ Վարդան Ավետիսյանը քաղաքում հարգված գործարար էր, տարածաշրջանի խոշորագույն շինարարական ընկերություններից մեկի սեփականատերը, նրա ընկերությունը ներգրավված էր վերջին տարիների գրեթե բոլոր խոշոր քաղաքաշինական ծրագրերում։ Լոնը նրա միակ որդին, կառավարում էր սովորում մասնավոր համալսարանում, արդեն պատրաստվում էր ստանձնել ընտանեկան բիզնեսը։ Նա 22 տարեկան երիտասարդ էր, հայտնի իր հասակագիցների շրջանում, միշտ շրջապատված ընկերներով երկրպագուներով։ Վարդուհին երբեք չէր դժգոհում աշխատանքից, նույնիսկ երբ աշխատանքային օրը սովորականից երկար էր տում։ Նա մուտք ուներ ամբողջ տուն, անհրաժեշտության դեպքում դասավորում էր կարոր փաստաթղթերը, միշտ անսասան հավատարմություն էր ցուցաբերում իրեն վարձած ընտանիքին։ Անին հիանում էր մոր նվիրվածությամբ, բայց երբեմն մտածում էր արդյոք այդ ամբողջ հնազանդությունն իրոք արժեր դրան։ Նրանց երկուսի կյանքում փոփոխությունը տեղի ունեցավ աստիճանաբար։ Վարդուհին սկսեց տուն գալ սովորականից ավելի լուր, հայացքը հեռուն հարած, ինչը Անին չէր կարողանում հասկանալ։ Ընթրիքի ժամանակ մայրը առանց ախորժակի նայում էր ափսեին գորած մտքերի մեջ, որոնք չէր կիսում դստեր հետ։ Մայրիկ աշխատավայրում ինչ-որ բան է պատահել, հարցնում էր Անին, բայց Վարդուհին միշտ փոխում էր թեման ասելով, թե պարզապես հոգնած է։ Դա սուտ էր, երկուսն էլ գիտեին դա։ Հաջորդ շաբաթների ընթացքում Վարդուհին սկսեց տուն բերել որոշ թղթեր, որոնք պահում էր մահճակալի տակ գտնվող հին թղթապանակի մեջ։ Անին երբեք չհարցրեց, թե դա ինչ է հարգելով մոր անձնական կյանքը, բայց նկատեց, որ նա ամեն գիշեր ուսումնասիրում էր դրանք, կարծես փորձում էր ինչ-որ շատ կարևոր բան հասկանալ։ Հինգշաբթի օր էր, երբ Վարդուհին սովորականից շուտ տուն եկավ։ Անին մաթեմատիկայի քննության էր պատրաստվում, երբ լսեց դրան բանալու ձայնը։ Մայրը ներս մտավ կարմրած դեմքով, արցունքոտ աչքերով ձեռքին գրելով իր անձնական իրերով լի տուփը։ Ինձ աշխատանքից հեռացրին, պարզապես ասաց Վարդուհին տուփը դնելով հյուրասենյակի հատակին։ 12 տարի անց ինձ հեռացրին։ Անին թողեց գրքերը, վազեց մորը գրգելու։ Վարդուհին դողում էր ոչ միայն բարկությունից, այլ մի վախից, որը Անին նախկինում երբեք չէր տեսել։ Կարծես մայրը այդ օրը 10 տարով ձերացել էր։ Բայց ինչո՞ւ, դու միշտ օրինագելի աշխատող ես եղել, հարցրեց Անին, փորձելով հասկանալ պատահածը։ Վարդուհին երկար նայեց դստերը նախքան պատասխանելը։ Երբեմն, Անի, երբ տեսնում ես բաներ, որոնք չպետք է տեսնեիր, դրա համար գին ես վճարում։ Նրանք ասացին, որ իմ աշխատանքն այլս չի համապատասխանում իրենց սպասելիքներին։ Բայց Անին գիտեր, որ պատմությունն ավելին է։ Մայրը երբեք անփույթ կամ անպատասխանատու չէր եղել։ Ավետիսյանների առանձնատանը ինչ-որ բան էր պատահել, մի բան, որը Վարդուհին այդ պահին պատրաստ չէր պատմել։ Հաջորդող օրերին Վարդուհին փորձեց այլ աշխատանք գտնել, բայց դռները մեկը մյուսի հետից փակվում էին։ Կարծես մի անտեսանելի խոսք էր տարածվել քաղաքում, թույլ չտալով նրան որևէ աշխատանք գտնել։ Ընտանիքի խնայողությունները սկսեցին արագորեն նվազել, Անին տեսնում էր, թե ինչպես է իր մայրը ընկնում տխրության անդունդը, որը նրան օրեցօր ավելի թույլ էր դարձնում։ Վարդուհին ժամերով նայում էր պատուհանից կորած մտքերի մեջ, նա դադարեց տնից դուրս գալ, սկսեց քնի հետ կապված դժվարություններ ունենալ, աստիճանաբար կորցրեց հետաքրքրությունը կյանքի պարզ բաների հանդեպ, որոնք նախկինում ուրախացնում էին նրան։ Անին գոտրված սրտով հետում էր այս փոփոխությանը չիմանալով, թե ինչպես օգնել։ Այդ դժվարին գիշերներից մեկի ժամանակ Վարդուհին կանչեց դստերը նստելու իր գողքին մահճակալին։ Դողացող ձեռքերով նա բացեց ներքնագի տակ պահվող թղթապանակը, Անին ցույց տվեց մի շարք փաստաթղթեր, որոնք պատժենել էր առանձնատան աշխատելու իր վերջին օրերին։ Անի, աղջիկս, այս աշխարհում կան բաներ, որոնք մեզնից ավելի մեծ են։ Բաներ, որոնք հզոր մարդիկ անում են մտածելով, որ երբեք չեն բացահայտվի։ Ես տեսել եմ այդ բաներից մի քանիսը, դրա համար հիմա գին եմ վճարում։ Վարդուհին դստերը ցույց տվեց փաստաթղթերի լուսանկարներ, տարօրինակ պայմանագրեր, բանկային փոխանցումներ, որոնք իմաստ չունեին, կային նա ձայնագրություններ, որոնք նա գաղտնի էր արել այն խոսակցություններից, որոնց ականատես էր եղել Վարդան Ավետիսյանի աշխատասենյակը մաքրելիս։ Ինչո՞ւ ես պահել այս ամենը, հարցրեց Անին, դեռ փորձելով մարսել տեղեկությունը։ Որովհետև մի օր, երբ դու այլս չես վախենա, երբ բավականաչափ ուժեղ կլինես, գուցե կարողանաս ինչ-որ բան անել սրա հետ, մի բան, որը ես չհամարձակվեցի անել։
Վարդուհին բացատրեց դստերը, որ անհամապատասխանություններ է հայտնաբերել Ավետիսյանի շինարարական ընկերության պայմանագրերում, պետական մրցույթներում հովանավորչություն, տարօրինակ վճարումներ քաղաքապետարանի աշխատագիծներին, ոչինչ, որ հեշտությամբ հնարավոր լիներ ապացուցել, բայց բավարար ապացույցներ ընտանեկան բիզնեսի վարման վերաբերյալ լուրջ կասկածներ հարուցելու համար։ Անին բռնեց մոր ձեռքերը զգալով իր ուսերին դրված պատասխանատվության ծանրությունը։ Մայրիկ, ես շատ բան չեմ հասկանում այս ամենից, բայց գիտեմ, որ դու միշտ արել ես այն, ինչ ճիշտ ես համարել, եթե կարծում ես, որ սա կարոր է, ես այն խնամքով կպահեմ։ Վարդուհին շաբաթներ անց առաջին անգամ ժպտաց. Իմ քաչ աղջիկ, դու միշտ ինձնից ուժեղ ես եղել։ Մի օր, երբ ճիշտ ժամանակը գա, դու կիմանաս ինչ անել։ Այդ գիշեր Անին չկարողացավ քնել։ Նա մտածում էր մոր Ավետիսյանների ընտանիքի այն մասին, թե ինչ է նշանակում նման ծանր գաղտնիք կրելը։ Նա պատկերացում անգամ չուներ, որ մի քանի ամսից հրավիրվելու է Լոն Ավետիսյանի ծննդյան խնջույքին, որ այդ հրավերը փոխելու է իր կյանքն այնպես, ինչպես ինքը երբեք չէր կարող պատկերացնել։ Ամիսները դանդաղ էին անցնում, Վարդուհին օրեցօր գործնում էր կենսունակությունը, կարծես նրա հոգու մի մասը պոգել էին աշխատանքի հետ միասին։ Անին ստանձնեց տան մոր խնամքի պատասխանատվությունը ժամանակը բաժանելով ուսման գես դրույքով աշխատանքների միջ, որոնք գտել էր ընտանիքի եկամուտը լրացնելու համար։ Նա հերվից հետում էր Ավետիսյանների ընտանիքի կյանքին սոցիալական ցանցերի դպրոցում լսած խոսակցությունների միջոցով։ Լոնը շարունակում էր իր համալսարանական կյանքը շրջապատված շքեղությամբ արտոնություններով, գաղափար անգամ չունենալով, որ մի 17-ամյա աղջիկ պահում է տեղեկություններ, որոնք կարող են ցնցել նրա հարմարավետ կյանքի ողջ հիմքը։ Անին գիտեր, որ մի օր պետք է որոշում կայացնի ինչ անել այդ փաստաթղթերի հետ։ Բայց առայժմ նա պարզապես սպասում էր խնամելով մորը փորձելով ուժ գտնել անորոշ ապագային դիմակայելու համար, գրելով մի գաղտնիք, որն ամեն օր ավելի էր ծանրանում իր երիտասարդ սրտում։ Վարդուհու աշխատանքից հեռացվելուց 6 ամիս էր անցել, երկու կանանց կյանքը լիովին փոխվել էր։ Անին գես դրույքով աշխատում էր քաղաքի կենտրոնի մի փոքրիկ գրախանութում տան ծախսերին օգնելու համար, միաժամանակ փորձելով պահպանել դպրոցական առաջադիմությունը։ Վարդուհին գնալով ավելի թույլ էր դառնում օրերի մեծ մասն անցկացնելով տանը, կարծես կորցրել էր արտաքին աշխարհին դիմակայելու քաջությունը։ Ընտանիքի ֆինանսական վիճակն էլ ավելի բարդացավ, երբ Վարդուհին սկսեց հակադեպրեսանտներ ընդունել։ Անին ստանձնեց տան գրեթե բոլոր պարտականությունները վաղ արթնանալով նախաճաշ պատրաստելու, մորը խնամելու համար նախքան դպրոց գնալը, իսկ կեսօրից հետո աշխատելով գրախանութում։ Անահիտը մանկության տարիների նրա լավագույն ընկերուհին նկատում էր Անիի աչքերի աջող հոգնածությունը։ Քեզ հանգիստ է պետք, Անի, դու չես կարող այս ամբողջ բեռը միայնակ գրել, ասում էր նա ամեն անգամ, երբ հանդիպում էին դասամիջոցին։ Ընտրություն չունեմ, Անահիտ, մայրս իմ գարիքն ունի, պատասխանում էր Անին փորձելով թաքցնել, թե որքան ուժասպառ է եղել։ Անահիտը միջին խավի ընտանիքից էր, հաշվապահի դուստր, ով աշխատում էր քաղաքի տարբեր ընկերությունների, այդ թվում Ավետիսյանի շինարարական ընկերության համար։ Նա միշտ հիանում էր Անիի ուժով, բայց նա անհանգստանում էր ընկերուհու աջող մեկուսացման համար։ Սեպտեմբերյան մի կեսօր անսպասելի մի բան պատահեց։ Անին գրախանութում գրքերն էր դասավորում, երբ դասընկերուհին Օֆելյան ներս մտավ, Օֆելյան դասարանի ամենահայտնի աղջիկներից էր, միշտ լավ հագնված, հարուստ ընտանիքի դուստր, ովքեր շփվում էին նույն շրջանակներում, ինչ Ավետիսյանները։ Ողջույն, Անի, ինչպիսի։ Զուգադիպություն քեզ այստեղ տեսնելը, ասաց Օֆելյան մի փոքր արհեստական ժպիտով, չգիտեի, որ այստեղ ես աշխատում։ Անին քաղաքավարի բարեց դասընկերուհուն, բայց հեռավորություն պահեց։ Նա երբեք մտերիմ չէր եղել Օֆելիայի դպրոցի մյուս հայտնի աղջիկների հետ, նրանք լիովին տարբեր աշխարհներում էին ապրում։ Գիտես, իրականում եկել եմ քեզ մի հրավիրատու տալու, շարունակեց Օֆելյան պայուսակից հանելով մի ոսկեգույն ձրար։ Լոն Ավետիսյանը հաջորդ շաբաթ օրը ծննդյան խնջույք է անում, հատուկ խնդրել է քեզ հրավիրել։ Անին զգաց, թե ինչպես է արյունը սառչում երակներում լսելով Ավետիսյան անունը։ Ինչով պետք է այն ընտանիքի որդին, ով կործանել էր իր մոր կյանքը, ցանկանար իրեն խնջույքի հրավիրել։ Նա նայեց ոսկեգույն ձրարին, կարծես այն վտանգավոր մի բան լիներ։ Չեմ հասկանում, ինչով պետք է նա ինձ հրավիրեր։ Մենք նույնիսկ լավ ծանոթ չենք, հարցրեց Անին փորձելով ձայնը հաստատուն պահել։ Դե, նա ասաց, որ դպրոցում լսել է քո մասին, կարծում է, որ լավ կլինի խնջույքին տարբեր մարդկանց տեսնել։ Գիտես, ոչ միայն նույն շրջապատի մարդկանց, բացատրեց Օֆելյան, բայց նրա տոնի մեջ ինչ-որ բան այնքան էլ անգեղծ չէր հնչում։ Անին վերցրեց հրավիրատուն մի փոքր դողացող ձեռքերով, թուղթը հաստ էր, թանկարժեք ոսկեգույն տարերով, հասցեն նույն առանձնատան հասցեն էր, որտեղ մայրն աշխատել էր այնքան տարիներ, նույն տունը, որտեղ Վարդուհին հայտնաբերել էր գաղտնիքները, որոնք հիմա քնած էին իր մահճակալի տակ գտնվող թղթապանակում։ Խնջույքը հիանալի է լինելու, Անի, լինելու է կենդանի երաժշտություն, համեղ ուտեստներ, բոլորն այնտեղ են լինելու, սա բացառիկ հնարավորություն է, պնդեց Օֆելյան ուշադիր հետելով Անիի արձագանքին։ Ես կմտածեմ այդ մասին, պատասխանեց Անին հրավիրատուն դնելով գոգնոցի գրպանը, շնորհակալություն բերելու համար։ Օֆելյան նորից ժպտաց, հույս ունեմ, որ կգաս, ափսոս կլինի նման խնջույքը բաց թողնել։ Նա հայաց գցեց գրախանութին, կարծես գնահատելով համեստ միջավայրը։ Վստահ եմ, որ դա քեզ համար լիովին նոր փորձառություն կլինի։
Օֆելիայի գնալուց հետո Անին ամբողջ օրը անհանգիստ էր, նա չէր կարողանում կենտրոնանալ աշխատանքի վրա մտածելով հրավերի այն մասին, թե ինչ կարող էր այն նշանակել, ինչու ամիսներ շարունակ որևէ կապ չունենալուց հետո Ավետիսյանների ընտանիքը հանկարծ հետաքրքրվեց իրենով։ Երբ այդ գիշեր տուն եկավ, Վարդուհուն գտավ հյուրասենյակի բազկաթոռին նստած, պատուհանից դուրս նայելիս, ինչպես անում էր վերջին ամիսներին, Անին մի պահ տատանվեց, նախքան հրավիրատուն մորը ցույց տալը։ Վարդուհին զգուշությամբ վերցրեց ծրարը, կարծես այն փխրուն մի բան լիներ, լուր կարդաց բովանդակությունը, նրա դեմքն էլ ավելի գունատվեց։ Նրանք գիտեն, որ դու իմ դուստրն ես, վերջապես ասաց Վարդուհին ձայնը հազիվ լսելի շշուկով։ Ինչ նկատի ունես, մայրիկ։ Վարդուհին նայեց դստեր աչքերին, Անի, այդ ընտանիքը ոչինչ առանց պատճառի չի անում։ Եթե քեզ հրավիրում են այդ խնջույքին, ուրեմն ինչ որ ծրագիր ունեն, նրանք հավանաբար գիտեն, թե որտեղ ես աշխատում, որտեղ ես սովորում, գուցե նույնիսկ մեր ֆինանսական վիճակի մասին։ Անին նստեց բազմոցին մոր գողքին։ Կարծում ես նրանք գիտեն քո պահած փաստաթղթերի մասին։ Չգիտեմ, բայց վախենում եմ, որ ինչ որ բան կասկածում են։ Գուցե պարզել են, որ ես ինչ որ բաներ եմ վերցրել, երբ ինձ հեռացրին։ Երկուսն էլ երկար ժամանակ լուր մնացին մտածելով հրավերի հետանքների մասին։ Անին զգում էր բարկության հետաքրքրասիրության խառնուրդ։ Մի կողմից նա ուզում էր լիովին արամարել հրավերը, բայց մյուս կողմից հետաքրքիր էր մոտիկից տեսնել այն ընտանիքին, որն այսքան տառապանք էր պատճառել իրենց տանը։ Մայրիկ, իսկ եթե գնամ, իսկ եթե սա հնարավորություն լինի ինչ որ բան անելով։ Վարդուհին բռնեց դստեր ձեռքերը, Անի, դու դեռ շատ երիտասարդ ես, այդ մարդիկ վտանգավոր են այնպես, որ դու չես պատկերացնում։ Նրանք ունեն ուժ, ազդեցություն, փող, նրանք կարող են կործանել մեր կյանքն ավելի շատ, քան արդեն արել են։ Բայց մեր կյանքն արդեն կործանված է, մայրիկ, նայիր մեզ, դու հազիվ ես տնից դուրս գալիս, ես 17 տարեկանում աշխատում եմ մեր ընտանիքը պահելու համար, իսկ նրանք շարունակում են ապրել այնպես, կարծես ոչինչ չի պատահել, դա արդար չէ։ Վարդուհին դստեր աչքերում տեսավ մի վճռականություն, որը հիշեցրեց իրեն երիտասարդ տարիներին։ Եթե դու իրոք մտածում ես ինչ որ բան անելու մասին, պետք է շատ զգույշ լինես, նրանք ավելի խելացի են, քան թվում են։ Հաջորդ օրերին Անին չէր կարողանում դադարել մտածել հրավերի մասին։ Դպրոցում նկատեց, որ որոշ դասընկերներ շշնջում են, երբ ինքն անցնում է, տպավորություն ուներ, որ իր մասին են խոսում, Անահիտը հաստատեց նրա կասկածները ճաշի ժամանակ։ Լսեցի, որ որոշ աղջիկներ խոսում են այն մասին, որ դու Լոնի խնջույքին ես հրավիրվել։ Նրանց տարօրինակ էր թվում, որովհետև գիտես, դուք նույն շրջապատից չեք, նրբանկատորեն ասաց Անահիտը։ Իսկ ուրիշ ինչ էին ասում։ Անահիտը տատանվեց պատասխանելուց առաջ, դե ոմանք զարմացած էին, իսկ ոմանք ծիծաղում էին։ Անի սիրտը սեղմվեց, ինչի վրա էին ծիծաղում։ Անի, դու գիտես այդ աղջիկներին, նրանք կարծում են, որ միայն իրենց նման մարդիկ են արժանի լինել այդ խնջույքներին։ Հավանաբար մտածում են, որ ծիծաղելի կլինի տեսնել քեզ փորձելով հարմարվել մի միջավայրի, որը քոնը չէ։ Այդ պահին Անին սկսեց հասկանալ, որ գուցե հրավերը ոչ թե բարի կամքի դրսորում էր, այլ խնամքով ծրագրված թակարդ իրեն հրապարակավ նվաստացնելու համար։ Այդ միտքը նրան կատաղեցրեց, բայց նա ավելի վճռական դարձրեց։ Այդ գիշեր նա նորից խոսեց Վարդուհու հետ իր կասկածների մասին։ Մայրիկ, ես կարծում եմ նրանք ուզում են ինձ նվաստացնել խնջույքի ժամանակ, այնպես անել, որ բոլորի արջ ամաչեմ։ Հնարավոր է, աղջիկս, այդ ընտանիքը միշտ մտածել է, որ մեզ նման մարդիկ գոյություն ունեն միայն իրենց ծառայելու կամ զվարճացնելու համար։ Անին նայեց սեղանին դրված թղթապանագին, որտեղ Վարդուհին դրել էր իր բոլոր պահած փաստաթղթերը։ Իսկ եթե ես իրոք գնամ այդ խնջույքին, բայց նրանց համար մի անակնկալ տանեմ։ Վարդուհին հետեց դստեր հայացքին, Անի, դու պետք է շատ զգույշ լինես քո մտածածի հարցում։ Եթե որե անխոհեմ քայլ անես, կարող ես մեզ վտանգի ենթարկել։ Մայրիկ, նրանք արդեն մեզ վտանգի են ենթարկել։ Նրանք կործանել են մեր կյանքը, հիմա ուզում են զվարճանալ մեր հաշվին։ Գուցե ժամանակն է նրանց ցույց տալ, որ մենք այնքան անպաշտպան չենք, որքան նրանք կարծում են։ Վարդուհին դստեր աչքերում մի լույս տեսավ, որը ամիսներ շարունակ չէր տեսել։ Չնայած վախին, նա տարօրինակ հպարտություն զգաց Անի ցուցաբերած քաջության համար։ Եթե դու իրոք ուզում ես դա անել, աղջիկս, եք միասին ծրագրենք, բայց դա պետք է լինի խելացի մի բան, որը հետո հնարավոր չի լինի օգտագործել մեր դեմ։ Անին բռնեց մոր ձեռքը երկար ժամանակ անց առաջին անգամ ժպտաց։ Ուրեմն եք նրանց ցույց տանք, որ նրանք թերագնահատել են սխալ ընտանիքի։ Խնջույքին նախորդող շաբաթը Անիի համար անցավ տարօրինակ երազի պես։ Ցերեկը նա պահպանում էր իր սովորական առօրյան աշխատելով գրախանութում խնամելով մորը։ Բայց գիշերը նա Վարդուհին խնամքով ծրագրում էին շաբաթ օրվա յուրաքանչյուր մանրուք։ Վարդուհին զգալիորեն լավացել էր այն պահից սկսած, երբ որոշել էր ամեն ինչ պատմել դստերը։ Կարծես գաղտնիքի բեռը գիսելը վերադարձրել էր նրա ուժի մի մասը։ Նա օգնում էր Անին հասկանալ յուրաքանչյուր փաստաթուղթ բացատրելով այն անօրինականությունների մանրամասները, որոնք հայտնաբերել էր Ավետիսյանների առանձնատան աշխատելու տարիներին։
Տեսնում ես այս պայմանագրերը, Վարդուհին մատնացույց էր անում իր պատժենած թղթերը, դրանք պետական շինարարությունների համար են, որոնք արժեցել են 3 անգամ ավելի, քան պետք է լիներ, իսկ այս վճարումները հաշիվների են, որոնք պաշտոնապես գոյություն չունեն։ Անին ուշադիր ուսումնասիրում էր յուրաքանչյուր մանրուք փորձելով ըմբռնել այն ամենի բարդությունը, ինչ մայրը բացահայտել էր. «Մայրիկ, սա շատ լուրջ է, ինչո՞ւ այն ժամանակ չդիմեցիր որե մեկին բողոքելու համար»։ Որովհետ վախենում էի, անի եւ որովհետ գիտեի, որ նրանք բավականաչափ ուժ ունեն ցանկացած ապացույց անհետացնելու համար։ Բայց հիմա քո կողքին լինելով ինձ ավելի քաջ եմ զգում։ Վարդուհին սովորեցրեց դստերը, թե ինչպես դասավորել փաստաթղթերն այնպես, որ դրանք հասկանալի լինեն գողմնագի մարդու լրագրողի կամ դատախազի համար։ Նրանք առանձնացրին ամենակարևոր ապացույցները, ամեն ինչի պատժեններն արեցին, բնօրինակները պահելով տարբեր վայրերում։ Այդ շաբաթվա ընթացքում Անին ստիպված էր նա դիմակայել դպրոցականների աջող հետաքրքրասիրությանը։ Անահիտը միակն էր, ով գիտեր, որ ինչ-որ կարևոր բան է պատրաստվում, բայց Անին չէր պատմել բոլոր մանրամասները ընկերուհու անվտանգությունը պահպանելու համար։ Իրոք գնալու ես այդ խնջույքին, հարցրեց Անահիտը հինգշաբթի օրը դասամիջոցին։ Գիտեմ, որ իմ գործը չէ, բայց անհանգստանում եմ քեզ համար։ Անահիտ, վստահիր ինձ, ես գիտեմ ինչ եմ անում, պատասխանեց Անին փորձելով ավելի վստահ հնչել, քան իրականում զգում էր։ Պարզապես լսել եմ որոշ բաներ, որոնք ինձ էլ ավելի են անհանգստացնում։ Անին կանգ առավ, ինչ տեսակ բաներ։ Անահիտը շուրջը նայեց համոզվելու համար, որ ոչ մեկը չի լսում։ Դե, հայրս 3 մինչ 8 ժամ աշխատում էր, երբ տուն եկավ, ասաց, որ տեսել է Լոն Ավետիսյանին նրա ընկերներին շինարարական ընկերության գրասենյակում խոսելիս, նրանք ինչ-որ բանի վրա ծիծաղում էին, հայրս տպավորություն է ստացել, որ ինչ-որ կատակ են ծրագրում։ Անի սիրտը սեղմվեց, հայրդ լսել է, թե ինչ էին խոսում։ Ոչ հստակ, բայց ասաց, որ քո անունը մի քանի անգամ հնչել է։ Անի, ես կարծում եմ դու պետք է վերանայես խնջույքին գնալու որոշումդ։ Անին շնորհակալություն հայտնեց Անահիտին անհանգստության համար, բայց գիտեր, որ այլս չի կարող հետ կանգնել, կասկածները, որ խնջույքը թակարդ էր, միայն հաստատում էին այն, ինչ ինքն արդեն պատկերացնում էր։ Դա նրան ավելի վճռական դարձրեց Ավետիսյանների ընտանիքին արժանի պատասխան տալու հարցում։ Այդ գիշեր նա պատմեց Վարդուհուն Անահիտի հետ ունեցած խոսակցության մասին։ Մայրիկ, նրանք իրոք ինչ-որ բան են ծրագրում ինձ խնջույքի ժամանակ նվաստացնելու համար։ Վարդուհին չզարմացավ, դա այն էր, ինչ ես սպասում էի, աղջիկս, այդ ընտանիքը միշտ զվարճացել է ուրիշների տառապանքով։ Բայց հիմա նրանք կպարզեն, որ սխալ մարդու են ընտրել իրենց կատակների համար։ Ուրբաթ օրը խնջույքի նախօրեին Անին որոշեց, որ իրեն առիթին համապատասխան զգեստ է պետք, նա փող չուներ նոր բան գնելու համար, բայց Վարդուհին պահարանից հանեց մի պարզ զգեստ, որը պահել էր այս բոլոր տարիների ընթացքում։ Սա իմ հատուկ առիթների զգեստն էր, երբ ես երիտասարդ էի, բացատրեց Վարդուհին ձեռքով նրբորեն շոյելով կտորը։ Միշտ մտածում էի, որ մի օր դու կհագնես այն։ Անին փորձեց զգեստը, զարմացավ, թե որքան լավ էր այն իր վրա նստում։ Այն էլեգանտ էր առանց չափազանցության, պարզ, բայց գեղեցիկ, այն կատարյալ է, մայրիկ, շնորհակալություն։ Դու հիանալի տեսք կունենաս, աղջիկս, եւ որ ավելի կարևոր է դու պատրաստ կլինես։ Վարդուհին նա օգնեց Անին պատրաստել մի փոքրիկ պայուսակ ամենակարևոր փաստաթղթերով, նրանք ընտրեցին այն ապացույցները, որոնք հեշտ կլիներ արագ հասկանալ, որոնք ամենամեծ ազդեցությունը կունենային։ Հիշիր, Անի, անակնկալի գործոնը մեր ամենամեծ առավելությունն է։ Նրանք չեն սպասում, որ դու որևէ բան գիտես այդ մասին։ Շաբաթ առավոտյան Անին արթնացավ հուզմունքի վճռականության խառնուրդով։ Նա գիտեր, որ այդ օրը շրջադարձային է լինելու իր կյանքում, անկախ արդյունքից։ Վարդուհին ավելի աշխույժ էր, քան վերջին ամիսներին, ինչպես ես քեզ զգում, աղջիկս։ Վախեցած եմ, բայց նա թեթացած, վերջապես ինչ-որ բան ենք անելու, մայրիկ, այլս չենք պատրաստվում ամեն ինչ լուր ընդունել։ Առավոտյան նրանք վերջին անգամ վերանայեցին ողջ ծրագիրը։ Վարդուհին պնդեց նորից բացատրել փաստաթղթերի յուրաքանչյուր մանրամասն Անին պատրաստելով ցանկացած հարցի, որ կարող էր առաջանալ։ Հիշիր, որ պետք չէ ամեն ինչ միանգամից բացատրել։ Պարզապես հասկացրու նրանց, որ դու գիտես ինչ են արել, որ շուտով ուրիշներն էլ կիմանան։ Անին կեսօրն անցկացրեց հանգստանալ, փորձելով գիրք կարդալով մոր հետ առօրյա թեմաներից խոսելով։ Նա ուզում էր միտքը հանդարտ պահել, որպեսզի պատրաստ լինի երեկոյին։ Մինչդեռ Ավետիսյանների առանձնատանը խնջույքի նախապատրաստությունները եռում էին։ Լոնը հրավիրել էր ավելի քան 50 հոգու, այդ թվում իր բոլոր համալսարանական ընկերներին, քաղաքի մի շարք ազդեցիկ ընտանիքների, տունը զարդարվում էր թանկարժեք ծաղիկներով, հատուկ լուսավորությամբ։ Վարդան Ավետիսյանը գոհունակությամբ հետում էր նախապատրաստություններին։ Այս խնջույքը կամրապնդի մեր դիրքերը քաղաքի հասարակության մեջ, ասաց նա գնոջը Անուշ Ավետիսյանին, կարող է, որ բոլորը տեսնեն, թե որքան հարգված է մեր ընտանիքը։ Անուշը 50 տարեկան մի էլեգանտ կին, միշտ շատ էր մտահոգվում հասարակական կարծիքի համար։ Վստահ եմ, որ հիշարժան երեկո է լինելու, սիրելիս, Լոնը շատ հետաքրքիր մարդկանց է հրավիրել։ Լոնը հատկապես ոգորված էր խնջույքով, նա որոշ անակնկալներ էր պատրաստել հյուրերից մի քանիսի համար, հատկապես մի աղջկա, ով իր հետաքրքրասիրությունն էր շարժել յուրօրինակ կերպով։
Զվարճալի կլինի տեսնել, թե ինչպես են որոշ մարդիկ արձագանքում, երբ հայտնվում են իրենց բնական միջավայրից դուրս, ասաց նա իր մտերիմ ընկերներին, երբ վերջին մանրամասներն էին քննարկում։ Տիգրանը նրա մանկության լավագույն ընկերներից մեկը, մի փոքր անհանգիստ էր թվում խոսակցության տոնից, Լոն, չես կարծում, որ երբեմն չափն անցնում ես այդ կատակների հարցում։ Հանգստացիր, Տիգրան, դա պարզապես անմեղ զվարճանք է, բացի այդ մարդիկ պետք է իմանան իրենց տեղը հասարակության մեջ։ Արամը խմբի մյուս ընկերը ծիծաղեց Լոնի դիտարկման վրա։ Ճիշտ է, ոմանց ժամանակ առ ժամանակ խոնարհության դաս է պետք։ Երբ երեկոն մոտեցավ, Անին սկսեց խնամքով պատրաստվել, նա պարզ, բայց էլեգանտ սանրվածք արեց, թեթ շպարվեց հագավ մորս զգեստը։ Դու հիանալի տեսք ունես, աղջիկս, ասաց Վարդուհին աչքերը հպարտությամբ լի, բայց ավելի կարևոր է, որ դու ուժեղ ես պատրաստ։ Անին վերջին անգամ ստուգեց, թե արդյոք բոլոր փաստաթղթերը դասավորված են իր փոքրիկ պայուսակում։ Նա ընտրել էր միայն ամենաազդեցիկ ապացույցները, որոնք անհնար կլիներ անտեսել կամ բացատրել։ Մայրիկ, իսկ եթե ամեն ինչ սխալ գնա, իսկ եթե նրանք կարողանան իրավիճակը մեր դեմ շրջել։ Վարդուհին երկու ձեռքով բռնեց դստեր դեմքը, Անի, այն, ինչ նրանք արեցին մեզ հետ, արդեն բավականաչափ սխալ էր, անկախ նրանից, թե ինչ կլինի այսօր երեկոյան, մենք գոնե կունենանք պայքարած լինելու արժանապատվությունը։ Եվ ով գիտի, գուցե սա թույլ չտա, որ նրանք նույն բանն անեն ուրիշ ընտանիքների հետ։ Անին խորը շունչ քաշեց զգալով մոր խոսքերի տված ուժը։ Դու ճիշտ ես, մենք այլս չենք կարող վախով ապրել։ Երեկոյան ժամը 7-ին Անին պատրաստ էր դուրս գալու։ Նա համբուրեց մորճակատը, քայլեց դեպի դուռը, իր հետ տանելով ոչ միայն փաստաթղթերով պայուսակը, այլ տարիների անարդարությունը, որին վերջապես պետք է դիմակայեր։ Քաչ եղիր, աղջիկս, ես այստեղ կսպասեմ քո վերադարձին։ Անին վերջին անգամ ժպտաց տնից դուրս գալուց առաջ։ Ես այլ մարդ դարձած կվերադառնամ, մայրիկ, այսօրվանից հետո մենք երկուսս էլ այլ կլինենք։ Քայլքը դեպի Ավետիսյանների առանձնատուն տեց մոտ 20 րոպե։ Երբ Անին մոտեցավ լուսավորված տանը, լսեց խնջույքի ձայները, երաժշտություն, աշխույժ զրույցներ, ծիծաղ, նա մի պահ կանգ առավ դարպասների մոտ հետելով թանկարժեք մեքենաների շարժին։ Մի պահ նա մտածեց արդյոք ավելի խելամիտ չէր լինի տուն վերադառնալ մոռանալ այդ ողջ ծրագիրը։ Բայց հետո հիշեց մոր հոգնած դեմքը վերջին ամիսներին, այն գիշերները, երբ Վարդուհին լաց էր լինում կարծելով, թե Անին չի լսում, բոլոր այն անարդարությունները, որոնք իրենց ընտանիքը լուր կրել էր։ Անին ուղղեց պայուսակը ուսին, քայլեց դեպի առանձնատան մուտքը, պատրաստ ընդմիշտ փոխելու իր կյանքը։ Ավետիսյանների առանձնատունը նույնիսկ ավելի շքեղ էր, քան Անին հիշում էր այն սակավաթիվ դեպքերից, երբ մանկության տարիներին անցել էր այդտեղով, ոսկեգույն լույսերը լուսավորում էին ողջ ճակատը, իսկ այգին զարդարված էր թանկարժեք ծաղիկների հորինվածքներով։ Տան դիմաց շարված էին շքեղ մեքենաներ, իսկ դասական երաժշտության ձայնը միախառնվում էր ներսից լսվող աշխույժ խոսակցություններին։ Անին խորը շունչ քաշեց նախքան գլխավոր մուտքին մոտենալը։ Համազգեստով աշխատագիծը ստուգեց նրա հրավիրատուն, ուղեկցեց դեպի գլխավոր դահլիճ, որտեղ խնջույքը եռում էր։ Երբ նա ներս մտավ, անմիջապես զգաց իր վրա հարած հետաքրքրասեր հայացքների ծանրությունը։ Դահլիճը հիասքանչ էր բյուրեղապակյա ջահերով, հնաոճ կահույքով պատերին փակցված արվեստի գործերով։ Այնտեղ առնվազն 50 հոգի կար, բոլորը հագնված թանկարժեք հագուստներով, կրելով զարդեր, որոնք ավելի թանկ արժեին, քան այն ամենը, ինչ Անին վաստակում էր գրախանութում աշխատելու մեկ տարվա ընթացքում։ Օֆելյան առաջիններից էր, ով նկատեց նրա գալուստը, տեսեք ով է եկել, բացականչեց նա բավականաչափ բարձր, որպեսզի գրավի շրջապատի մարդկանց ուշադրությունը։ Որքան լավ է, որ եկար, Անի, արդեն սկսել էի մտածել, որ հրաժարվել ես։ Անին քաղաքավարի բարեց Օֆելիային, բայց անմիջապես զգաց նրա ոգորության գեղձ լինելը։ Շատերը նայում էին նրա ուղղությամբ շշնջալով մեկնաբանություններ, որոնք նա չէր կարողանում լսել։ Լոն Ավետիսյանը հայտնվեց մի քանի րոպե անց անթերի հագնված մի կոստյումով, որը հավանաբար ավելի թանկ արժեր, քան Անի ընտանիքի ամսական եկամուտը։ Նա մոտեցավ մի ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Անի, ինչպիսի։ Հաճելի անագնկալ քեզ այստեղ տեսնելը։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար, ասաց նա ձեռքը մեկնելով բարելու համար, հույս ունեմ, որ քեզ տանը կզգաս։ Շնորհակալություն հրավերի համար, պատասխանեց Անին ձայնը հաստատուն պահելով, չնայած ներքին հուզմունքին։ Լոնը նրան ներկայացրեց իր համալսարանական ընկերներին, այդ թվում Տիգրանին, Արամին, որոնց նա մի քանի անգամ տեսել էր դպրոցում, երբ նրանք գալիս էին Լոնին տանելու ինչ-որ միջոցառման, ներկայացումները քաղաքավարի էին, բայց Անին զգում էր, որ իրեն գնահատում են որպես մի հետաքրքրություն, այլ ոչ թե որպես լիարժեք հյուրի։ Դե, Անի, ուրախ ենք քեզ ավելի լավ ճանաչելու համար, ասաց Արամը մի ժպիտով, որը թվաց փորձված, Լոնը մեզ պատմեց, որ դու գրախանութում ես աշխատում։ Պետք է որ հետաքրքիր լինի անընդհատ գրքերով շրջապատված լինելը։ Այո, ես շատ եմ սիրում կարդալ, պարզապես պատասխանեց Անին նկատելով խոսակցության հովանավորչական տոնը, որն իրեն դուր չեկավ։ Տիգրանը մի փոքր ավելի անգեղծ էր թվում, քան մյուսները, դու նույնպես ավարտական դասարանում ես, չէ, ծրագրում ես համալսարան ընդունվել։ Մտադիր եմ, բայց դեռ չգիտեմ կկարողանամ վճարել, ազնվորեն պատասխանեց Անին նկատելով, որ իր պատասխանը խմբի մեջ անհարմար լռություն առաջացրեց։
Լոնը խզեց լռությունը ծիծաղով. «Դե, քո իրավիճակում գտնվող մարդկանց համար տարբեր տարբերակներ կան, կրթաթոշակներ, վարկեր։ Միշտ էլ միծ գտնվում է նրանց համար, ովքեր իրոք ուզում են սովորել»։ Այն ձը, որով նա ասաց քո իրավիճակում գտնվող մարդկանց, անի մեջ բարկության ալիք բարձրացրեց, որը նա դժվարությամբ զսպեց։ Դա հենց այն տեսակի մեկնաբանությունն էր, որը հաստատում էր նրա կասկածները հրավերի իրական դրդապատճառների մասին։ Խնջույքի առաջին ժամվա ընթացքում Անին շրջեց դահլիճում հետելով մարդկանց շփմանը, փորձելով ավելի լավ հասկանալ Ավետիսյանների ընտանիքի ներքին կյանքը։ Վարդանը Անուշը հյուրերին ընդունում էին այն էլեգանտությամբ, որը բնորոշ է ուշադրության կենտրոնում լինելուն սովոր մարդկանց։ Նա նկատեց, թե ինչպես էին նրանք տարբեր մարդկանց հետ տարբեր կերպ վարվում, հատկապես ջերմ լինելով իրենց նման սոցիալական կարգավիճակ ունեցող ընտանիքների հետ։ Հենց այդ դիտարկումների ժամանակ էր, որ Անին նկատեց մի տղամարդու, ով կարծես լիովին չէր համապատասխանում մյուս հյուրերի կերպարին։ Նա մի փոքր ավելի տարիքով էր, հավանաբար 30 անց, հագնված էր պաշտոնական, բայց առանց մյուսների ցուցադրական շքեղության։ Նա զուսպ զրուցում էր որոշ մարդկանց հետ ժամանակ առ ժամանակ նշումներ անելով փոքրիկ տետրում։ Երբ նրանց հայացքները մի պահ հանդիպեցին, Անին թվաց, թե նա իրեն ինչ-որ տեղից ճանաչում է, չնայած ինքը վստահ էր, որ նրան երբեք չէր տեսել։ Նրա աչքերում մի բան կար, որը տարբերվում էր մյուս հյուրերից, մի լրջություն, որը հակասում էր միջավայրի տոնական դրամատրությանը։ Ուտելիքը մատուցվում էր շքեղ զարդարված սեղանների վրա, Անին մոտեցավ ինչ-որ բան վերցնելու։ Հենց այդ պահին նա լսեց մի խոսակցություն, որը հաստատեց իր վատթարագույն կասկածները խնջույքի վերաբերյալ։ «Որտեղ է այն աղջիկը, ում Լոնը հրավիրել է», հարցնում էր մի կանացի ձայն, որը նա ճանաչեց որպես Կայանեի ձայնը Օֆելիայի մտերիմ ընկերուհիներից մեկի։ «Այնտեղ ուտելիքի սեղանի մոտ», պատասխանեց մեկ ուրիշը։ «Աստված իմ, նա իրոք եկել է այդ պարզ զգեստով, սա նույնիսկ ավելի զվարճալի է լինելու, քան պատկերացնում էինք»։ Տեսակ ինչպես պատասխանեց, երբ Արամը հարցրեց համալսարանի մասին։ Այնքան անհարմար էր, նա իրոք գաղափար չունի, թե որտեղ է գտնվում։ Անիի դեմքը շարագունեց, բայց նա շարունակեց ծածնել, թե կենտրոնացած է ուտելիքի վրա, մինչդեռ լսում էր խոսակցության շարունակությունը։ Լոնն ասաց, որ անակնկալը մատուցելու է գենացի ժամանակ, շարունակեց Կայանեն, խնդրելու է նրան ինչ-որ բան ասել բոլոր հյուրերի համար։ Պատկերացրեք նրա դեմքը, երբ հասկանա, որ այսքան կարևոր մարդկանց ասելու ոչ մի խելացի բան չունի։ Իսկ հետո նա տալու է այն հատուկ նվերը, որը պատրաստել է։ Ծիծաղից կմեռնենք տեսնելով նրա արձագանքը։ Անին զգուշությամբ հեռացավ սեղանից, սիրտը ուժգին բաբախելով։ Հիմա նա վստահ էր, որ ամեն ինչ ծրագրված էր իրեն հրապարակավ նվաստացնելու համար։ Նրա զգացած բարկությունը սկսեց վերածվել սառը հաշվարկված վճռականության։ Նա դահլիճում մի ավելի առանձնացված անկյուն փնտրեց մտքերը դասավորելու որոշելու համար, թե որն է գործելու լավագույն պահը։ Հենց այդ ժամանակ տետրով տղամարդը մոտեցավ նրան։ «Կներեք, դուք Անին եք», ցածրաձայն հարցրեց նա։ Անին կասկածանքով նայեց նրան։ «Այո, ես եմ, իսկ ով է հարցնում»։ «Անունս Մեհեր է», ներկայացավ նա զգուշությամբ մեկնելով իր այցետոմսը, «հետաքննող լրագրող եմ, աշխատում եմ մայրաքաղաքի թերթերից մեկում»։ Անիի սիրտը թրթրաց, լրագրողը Ավետիսյանների խնջույքին չէր կարող պատահականություն լինել։ «Ինչ եք ուզում ինձնից»։ «Վերջերս անանուն տեղեկություններ եմ ստացել Ավետիսյանի շինարարական ընկերության հետ կապված անօրինականությունների մասին։ Երբ իմացա, որ դուք հրավիրված եք այս խնջույքին, մտածեցի, որ դա կարող է ավելին լինել, քան պարզապես զուգադիպությունս»։ Անին շուրջը նայեց համոզվելու համար, որ ոչ ոք ուշադրություն չի դարձնում Մեհերի հետ իր խոսակցությանը։ «Ինչու եք կարծում, որ ես կարող եմ որևէ տեղեկություն ունենալ այդ մասին»։ Մեհերն էլ ավելի ցածրացրեց ձայնը։ «Որովհետև պարզել եմ, որ ձեր մայրը երկար տարիներ աշխատել է այստեղ, մի քանի ամիս առաջ կասկածելի հանգամանքներում հեռացվել է աշխատանքից, եւ որովհետև այսպիսի տներում աշխատող մարդիկ երբեմն տեսնում են բաներ, որոնք չպետք է տեսնեին»։ Անին թեթության հուզմունքի խառնուրդ զգաց։ Հնարավոր էր, որ Մեհերը հենց այն մարդն էր, ում կարիքը ինքը Վարդուհին ունեին իրենց հավաքած ապացույցներին վստահելիություն հաղորդելու համար։ Բայց նա հնարավոր էր, որ սա Ավետիսյանների ընտանիքի կողմից լարված էլ ավելի բարդ թակարդ լիներ։ «Ես չեմ կարող այստեղ խոսել այդ մասին», շնջաց նա, «բայց գուցե կարողանանք զրուցել խնջույքից հետո»։ Մեհերը գլխով արեց զգուշությամբ նրան հանձնեց իր հեռախոսահամարով քարտը։ «Սպասելու եմ ձեր զանգին եւ Անի», ավելացրեց նա հեռանալուց առաջ, «այսօր զգույշ եղեք, տպավորություն ունեմ, որ դուք այստեղ պատահական չեք հրավիրվել»։ Մեհերի հեռանալուց հետո Անին էլ ավելի լարվեց։ Հետաքննող լրագրողի ներկայությունը խնջույքին հաստատում էր, որ գուլիսներում շատ ավելին է կատարվում, քան ինքը պատկերացնում էր։ Գուցե մայրը ճիշտ էր Ավետիսյանների ընտանիքի ուժի ազդեցության հարցում։ Նա որոշեց, որ պետք է արագացնի իր ծրագրերը, եթե Լոն իրոք պատրաստվում էր իրեն նվաստացնել գենացի ժամանակ, ինքը պետք է գործեր նախքան դա տեղի կունենար։ Անին զգուշությամբ ստուգեց, թե արդյոք փաստաթղթերը դեռ ապահով են պայուսակում, մտովի պատրաստվեց սպասվող բախմանը։ Բյուրեղապակյա բաժակի զնգոցը գրավեց բոլոր հյուրերի ուշադրությունը։ Վարդան Ավետիսյանը կանգնած էր դահլիճի կենտրոնում լռություն խնդրելով ելույթ ունենալու համար։ «Սիրելի ընկերներ, հարազատներ», սկսեց նա հաստատուն ձայնով, «մեծ ուրախություն է բոլորիդ այստեղ տեսնելը նշելու որդուս Լոնի հերթական ծննդյան տարեդարձը։
Անին հետում էր ընտանիքի նահապետի խոսքին հիշելով բոլոր այն դեպքերը, երբ մայրը նշել էր, որ նրանից հարգվում են, վախենում, հիմա նա պատրաստվում էր անձամբ պարզել, թե որքանով են այդ տպավորությունները ճիշտ։ Լոնը դառնում է հիանալի երիտասարդ հետելով ընտանիքի հետքերին թե բիզնեսում, թե մեր համայնքի հասարակական կյանքում, շարունակեց Վարդանը հպարտությամբ նայելով որդուն։ Վարդանի ելույթին հաջորդեցին գենացներն ու ձափահարությունները, այնուհետ խոսքը վերցրեց Լոնը։ Շնորհակալություն բոլորին ներկա գտնվելու համար։ Այս երեկոն հատուկ է ոչ միայն այն պատճառով, որ լրանում է իմ հերթական տարին, այլ որովհետև հնարավորություն ունեցա նոր ու հետաքրքիր մարդկանց ճանաչելու, ասաց նա հայացքն ուղղելով Անին այնպես, որ նա իրեն զգաց որպես որս կիշատչի ուշադրության տակ։ Անին հասկացավ, որ իր վախեցած պահը մոտենում է, ժամանակն էր որոշել զոհ կդառնա, թե իր ձեռքը կվերցնի իրավիճակի կառավարումը։ Լոնը շարունակեց իր ելույթը քայլելով դահլիճով այն մարդու վստահությամբ, ով երբեք կյանքում իրական դժվարության չէր հանդիպել։ Ինչպես ասում էի, այս երեկոն հատուկ է նա նրանով, որ կարողացա ավելի լավ ճանաչել մեր համայնքի որոշ մարդկանց, ովքեր գուցե նախկինում հնարավորություն չեն ունեցել ներկա գտնվելու այսպիսի միջոցառումների։ Անին զգաց, թե ինչպես է արյունը եռում, երբ հասկացավ, որ նա անուղղակիորեն իրեն է վերաբերում նախապատրաստելով հողը այն նվաստացման համար, որը ծրագրել էր։ Հյուրերը կարծես սպասողական վիճակում էին, կարծես գիտեին, որ ինչ-որ հետաքրքիր բան է պատահելու։ Ուստի ցանկանում եմ հրավիրել մի շատ հատուկ անձնավորության, որպեսզի գա այստեղ մեզ մի փոքր պատմի իր մասին։ Շարունակեց Լոնը ձեռքը մեկնելով Անի ուղղությամբ, Անի, կխնդրեի գալ այստեղ։ Դահլիճում լռություն տիրեց, բոլոր հայացքները ուղղվեցին նրան, Անին զգում էր որոշ հյուրերի չարամիտ սպասումը, ովքեր ակնհայտորեն սպասում էին մի անհարմար տեսարանի։ Մի պահ նա տատանվեց զգալով միայնակ լինելու ծանրությունը այնպիսի մարդկանց մեջ, ովքեր իրեն տեսնում էին որպես զվարճանքի առարկա։ Բայց հետո հիշեց մոր խոսքերը։ Քաչ եղիր, աղջիկս, հիշեց այն տառապանքի ամիսները, որոնք Վարդուհին անցկացրել էր, այն գիշերները, երբ մայրը լաց էր լինում կարծելով, թե ինքը չի լսում, բոլոր այն անարդարությունները, որոնք իր ընտանիքը լուր կրել էր։ Անին դանդաղ քայլեց դեպի դահլիճի կենտրոն պահելով ուղիղ կեցվածքը հաստատուն հայացքը։ Լոնը հանդուգն ժպտաց ակնհայտորեն սպասելով, որ նա նյարդայնություն կամ շփոթմունք կցուցաբերի։ Շնորհակալություն խոսելու հրավերի համար, սկսեց Անին, նրա ձայնը զարմանալիորեն հաստատուն հնչեց լուր դահլիճում։ Իրոք հատուկ հնարավորություն է այս երեկո այստեղ գտնվելը։ Լոնը գոհ տեսք ուներ սկզբից կարծելով, թե նա կհետի այն սցենարին, որն ինքը մտովի պատրաստել էր նրա համար։ Խնդրում եմ, պատմիր բոլորին մի փոքր քո մասին, քո աշխատանքի, քո ծրագրերի։ Անին խորը շունչ քաշեց արեց մի բան, որը ոչ ոք չէր սպասում։ Իր մասին խոսելու փոխարեն նա բացեց պայուսակը հանեց այն փոքրիկ թղթապանակը փաստաթղթերով, որոնք խնամքով պատրաստել էր շաբաթվա ընթացքում։ Իրականում, Լոն, ես նախընտրում եմ խոսել մի շատ ավելի հետաքրքիր բանի մասին, ասաց նա, նրա ձայնը ուժ էր հավաքում յուրաքանչյուր բառի հետ, կցանկանայի խոսել ազնվության, թափանցիկության այն մասին, թե ինչ է պատահում, երբ հզոր մարդիկ մտածում են, որ ոչ ոք ուշադրություն չի դարձնում։ Դահլիճում մթնոլորտը ակնթարթորեն փոխվեց։ Լոնի ժպիտն անհետացավ, իսկ Վարդան Ավետիսյանը արագ մոտեցավ հասկանալով, որ ինչ-որ բան դուրս է գալիս վերահսկողությունից։ Անի, սիրելիս, գուցե ավելի լավ կլինի դու, Վարդանը փորձեց ընդհատել, բայց նա գտրեց նրա խոսքը։ Պարոն Ավետիսյան, որքան լավ է, որ դուք միացաք մեզ, ասաց Անին նայելով ուղիղ ընտանիքի նահապետի աչքերին, իրականում այն, ինչ ունեմ ասելու, հիմնականում ձեզ է հետաքրքրում։ Նա բացեց թղթապանակը հանեց մի քանի փաստաթուղթ դրանք բարձր պահելով, որպեսզի բոլորը տեսնեն, որ դրանք պաշտոնական թղթեր են գնիկներով ստորագրություններով։ Մայրս Վարդուհին 12 տարի աշխատել է այս տանը, նա եղել է նվիրված, զուսպ հավատարիմ աշխատող, մինչ այն օրը, երբ տեսավ որոշ բաներ, որոնք նրան շատ անհանգստացրին։ Դահլիճում տիրող լռությունը խլացուցիչ էր։ Հյուրերը հերթով նայում էին մեկ Անին, մեկ Վարդանին փորձելով հասկանալ պատահածը։ Վարդանը փորձեց պահպանել հանգստությունը, բայց Անին տեսնում էր նրա աչքերում սկսվող խուճապը։ Աղջիկս, կարծում եմ դու ինչ-որ բաներ շփոթում ես։ Ես ոչինչ չեմ շփոթում, պարոն Ավետիսյան, ես շատ լավ տեղեկացված եմ, պատասխանեց Անին ցույց տալով փաստաթղթերից մեկը։ Օրինակ, քաղաքային նոր դպրոցի շինարարության այս պայմանագրի մասին, որտեղ ձեր ընկերությունը նյութերի համար շուկայականից 3 անգամ բարձր գին է ներկայացրել։ Հյուրերի մեջ շուկներ սկսվեցին, ոմանք մոտեցան փորձելով ավելի լավ տեսնել այն թղթերը, որոնք Անին բռնել էր։ Կամ այս բանկային փոխանցումների մասին այնպիսի հաշիվների, որոնք ակնհայտորեն գոյություն չունեն քաղաքապետարանի պաշտոնական գրանցումներում։ Շարունակեց նա ցույց տալով մեկ այլ փաստաթուղթ։ Լոնը վերջապես գտավ իր ձայնը։ Դու չգիտես ինչի մասին ես խոսում։ Այդ թղթերը ոչինչ չեն ապացուցում։ Օ, բայց ապացուցում են, հանգիստ պատասխանեց Անին, եւ ամենահետաքրքիրն այն է, որ դրանք միայն փաստաթղթեր չեն։ Մայրս նա ձայնագրություններ է արել այն խոսակցություններից, որոնք լսել է, երբ մաքրում էր ձեր հոր աշխատասենյակը։ Վարդանը տեսանելիորեն գունատվեց, դա անձնական կյանքի ներխուժում է, դա անընդունելի է։
Գիտեք ինչն է անընդունելի, պարոն Ավետիսյան, կործանել հավատարիմ աշխատողի կյանքը, որովհետև նա տեսել է բաներ, որոնք չպետք է տեսներ, լուրջ շանտաժի ենթարկել համոզվելու համար, որ նա երբեք այլ տեղ աշխատանք չի գտնի, թողնել, որ մի ազնիվ կին ընկճախտի մեջ ընկնի, որովհետև նա շատ բան գիտեր ձեր ընտանիքի կեղտոտ գործերի մասին։ Անուշ Ավետիսյանը մոտեցավ փորձելով միջամտել. Սիրելիս, կարծում եմ այստեղ ինչ որ թյուրիմացություն կա։ Ոչ մի թյուրիմացություն չկա, Տիգին Անուշ, հաստատակամ պատասխանեց Անին։ Կան պարզապես կոռուպցիայի տարիներ, որոնք մայրս խնամքով փաստաթղթավորել էր նախքան աշխատանքից հեռացվելը։ Վարդանը փորձեց այլ մոտեցում ցուցաբերել ձայնը ցածրացնելով մոտենալով Անիին։ Լսիր, գուցե կարողանանք սա քաղաքագիրտ ձով լուծել։ Եթե մորդ հետ պատահածի մեջ որե անարդարություն կա, վստահ եմ, որ կարող ենք գտնել մի լուծում, որը ձեռնտու կլինի բոլորիս։ Ինչ տեսակ լուծում, հարցրեց Անին արդեն իմանալով պատասխանը։ Դե, մենք կարող ենք փոխհատուցել ցանկացած անարդարություն, որին մայրդ բախվել է։ Կարող եմ նրան ավելի լավ աշխատանք առաջարկել, գուցե նույնիսկ օգնել քո համալսարանական ծրագրերի հարցում։ Մենք կարող ենք երաշխավորել, որ քո ընտանիքը հարմարավետ կյանք ունենա։ Անին նայեց դահլիճի շուրջը տեսնելով հյուրերի դեմքերը, ովքեր հետում էին տեսարանին կարծես ներկայացման։ Այդ երեկո առաջին անգամ նա ժպտաց։ Պարոն Ավետիսյան, սա հենց այն էր, ինչ ես սպասում էի, որ դուք կասեք, հենց այդպես են ձեր նման մարդիկ մտածում, որ աշխարհն աշխատում է, չէ, կարծում եք ամեն ինչ գին ունի, որ յուրաքանչյուր մարդ կարող է գնվել, որ փողը լուծում է ցանկացած խնդիր։ Վարդանը փորձեց պահպանել իրավիճակի վերահսկողությունը։ Աղջիկս, դու չես հասկանում, թե ինչպես են գործերը դասավորվում իրական աշխարհում։ Ես հիանալի հասկանում եմ, թե ինչպես են գործերը դասավորվում ձեր աշխարհում, պարոն Ավետիսյան, բայց ահա տարբերությունը իմ մորս միջ։ Ես ձեզնից չեմ վախենում։ Անին փաստաթղթերը դրեց թղթապանակի մեջ, բայց այն բաց թողեց, որպեսզի բոլորը տեսնեն, որ այնտեղ դեռ շատ նյութեր կան։ Ես այստեղ չեմ գնվելու կամ վախեցվելու համար։ Ես այստեղ եմ զգուշացնելու, որ այն ժամանակը, երբ դուք կարող էիք անել այն ամենը, ինչ ուզում էիք առանց հետանքների, ավարտվել է։ Վարդանը վերջին փորձն արեց, նրա ձայնն այժմ ավելի սպառնալից տոն ստացավ։ Աղջիկս, դու գաղափար չունես, թե ինչի մեջ ես խառնվում, որոշ բաներ ավելի մեծ են, քան դու կարող ես հասկանալ։ Դուք ճիշտ եք, պատասխանեց Անին զարմացնելով բոլորին։ Որոշ բաներ իրոք ավելի մեծ են, քան ես կարող եմ միայնակ հասկանալ, դրա համար ես միայնակ չեմ։ Նա նայեց Մեհերի ուղղությամբ, ով զգուշությամբ մոտեցել էր ամեն ինչ գրանցում էր իր տետրում։ Այն տեղեկությունները, որոնք ես ունեմ այստեղ, արդեն հանձնվել են մարդկանց, ովքեր հստակ գիտեն ինչ անել դրանց հետ։ Լրագրողներ, դատախազներ, մարդիկ, ովքեր շատ լավ հասկանում են, թե ինչպես է գործում կոռուպցիան, ինչպես պայքարել դրա դեմ։ Վարդանը հետեց Անիի հայացքին անմիջապես ճանաչեց Մեհերին։ Նրա դեմքի արտահայտությունը ամբարտավանությունից փոխվեց ինչ-որ բանի, որը մոտ էր խուճապին։ Մեհեր Լիմոնյան, ասաց Վարդանը ճանաչելով լրագրողին, դու պետք է ինձ դիմեիր նախքան անհիմն բամբասանքներին հավատալը։ Մեհերը մոտեցավ փագելով տետրը, պարոն Ավետիսյան, դրանք բամբասանքներ չեն, դրանք փաստաթղթավորված ապացույցներ են։ Եվ այս երեկոյի ներկայացումից հետո ես էլ ավելի վստահ եմ, որ այն պատմությունը, որը ես հետաքննում եմ, ճշմարիտ է։ Լոնը վերջապես հասկացավ իրավիճակի լրջությունը։ Հայրիկ, ինչ է կատարվում այստեղ։ Անին նայեց Լոնին խղճահարության վճռականության խառնուրդով։ Այն, ինչ կատարվում է, Լոն, այն է, որ դուք թերագնահատել եք սխալ ընտանիքի, դուք կարծում եք, թե կարող եք ինձ այստեղ բերել իմ հաշվին զվարճանալու, ինձ այս բոլոր գարոր հյուրերի առջ նվաստացնելու համար։ Նա դադար տվեց դիտելով դահլիճում տիրող ցնցված դեմքերը։ Բայց ճշմարտությունն այն է, որ դուք ինձ տվեցիք հենց այն, ինչի գարիքը ես ունեի լսարան, քաղաքի ազդեցիկ մարդկանցով լի մի սենյակ, ովքեր հիմա գիտեն, որ Ավետիսյանների ընտանիքը շատ կեղտոտ գաղտնիքներ ունի։ Վարդանը մի վերջին հուսահատ փորձ արեց։ Անի, եթե հիմա չդադարեցնես սա, ես երաշխավորում եմ, որ քո մորտ կյանքը կդառնա էլ ավելի դժվար, քան արդեն կա։ Անին նայեց նրան ուղիղ աչքերի մեջ, այդ պահին դահլիճում բոլորը տեսան, որ նա այլս այն վախեցած աղջիկը չէր, ով մի քանի ժամ առաջ մտել էր խնջույքին։ Պարոն Ավետիսյան, մեր կյանքն արդեն դժվար է ձեր արածների պատճառով, բայց գիտեք ո՞րն է տարբերությունը։ Հիմա մենք այլս միայնակ չենք, իսկ դուք այլս անձեռնմխելի չեք։ Նա փակեց թղթապանակը, քայլեց դեպի դահլիճի ելքը կանգ առնելով միայն վերջին անգամ շրջվելու համար։ Շնորհակալություն խնջույքի հրավերի համար, Լոն, իրոք անմոռանալի երեկո էր բոլորիս համար։ Անին քայլում էր քաղաքի փողոցներով հաստատուն քայլերով զգալով մի լիովին նոր զգացողություն իր երակներում։ Կարծես տարիների ծանրությունը վերցրել էին իր ուսերից, գիշերային օդը երբեք այսքան մաքուր չէր թվացել, երկար ժամանակ անց առաջին անգամ նա իրեն իսկապես կենդանի էր զգում։ Տունդարձի ճանապարհը ավելի արագ թվաց, քան գնալիս, նրա մտքերը սլանում էին վերհիշելով Ավետիսյանների առանձնատան բախման յուրաքանչյուր պահը։ Վարդանի դեմքի ցնցված արտահայտությունը, Անուշի հազիվ թաքցրած հուսահատությունը, Լոնի շփոթմունքը, երբ նա հասկացավ, որ իր ծրագիրը լիովին իր դեմ է շրջվել։ Երբ տուն հասավ, Վարդուհուն գտավ հյուրասենյակի բազկաթոռին նստած, անհանգիստ սպասելիս, մոր դեմքը լարված էր մտահոգությունից,
բայց երբ տեսավ Անին դռնից ներս մտնելիս դեմքին անգեղծ ժպիտ, նրա աչքերը լցվեցին թեթության արցունքներով։ Ինչպես անցավ, աղջիկս, կարողացար անել այն, ինչ ծրագրել էինք։ Անին նստեց բազմոցին մոր գողքին մանրամասն պատմեց այն ամենը, ինչ պատահել էր։ Վարդուհին ուշադիր լսում էր յուրաքանչյուր բառը, երբ դուստրը պատմում էր երեկոյի իրադարձությունները, նրա դեմքի արտահայտությունը անհանգստությունից փոխվեց հպարտության, իսկ հետո մի տեսակ հիացմունքի, որը Անին նախկինում երբեք չէր տեսել։ Դու իրոք այդ ամենը ասացիր Վարդան Ավետիսյանին, այդ բոլոր հյուրերի արջ, հարցրեց Վարդուհին չհավատալով լսածին։ Ասացի, մայրիկ, եւ ոչ մի վայրկյան վախ չզգացի։ Կարծես բոլոր այն խոսքերը, որոնք դու երբեք չէիր կարողացել ասել, դուրս էին գալիս իմ բերանից։ Վարդուհին բռնեց դստեր ձեռքերը, ամիսներ անց առաջին անգամ Անին մոր աչքերում տեսավ հույսի շող։ Այնքան հպարտ եմ քեզնով, Անի, դու արեցիր այն, ինչ ես երբեք չհամարձակվեցի անել։ Դու պաշտպանեցիր մեր ընտանիքը, մեր արժանապատվությունը։ Նրանք խոսեցին մինչ ուշ գիշեր ծրագրելով հաջորդ քայլերը։ Մեհերը խոստացել էր հաջորդ օրը կապվել կազմակերպելու պաշտոնական հարցազրույց, որտեղ Անին Վարդուհին կարող էին ներկայացնել բոլոր ապացույցները համակարգված ձով։ Հաջորդ առավոտյան Անին արթնացավ իրեն այլ մարդ զգալով, շաբաթներ շարունակ նա գրել էր գաղտնիքների պատասխանատվության բեռը, հիմա, երբ ամեն ինչ բացահայտվել էր, նա իրեն զարմանալիորեն թեթ էր զգում։ Վարդուհին նույնպես ավելի լավ տեսք ուներ, կարծես անցյալին դիմակայելը ինչ-որ բան էր ազատել նրա ներսում։ Հեռախոսը զնգաց առավոտյան ժամը 10-ի մոտ, Մեհերն էր, ով կատարում էր կապվելու իր խոստումը։ Անի, դու երեկ երեկոյան քաղաքում իսկական երկրաշարժ ես առաջացրել, ասաց նա, Անին կարող էր լսել նրա ձայնի ոգորությունը, մի շարք մարդիկ, ովքեր խնջույքին էին, արդեն դիմել են ինձ ցանկանալով ցուցմունք տալ։ Թվում է, թե քո քաջությունը ոգեշնչել է ուրիշներին խոսել այնպիսի բաների մասին, որոնք տեսել են, բայց երբեք չեն համարձակվել բողոքել։ Անի սիրտը սկսեց արագ բաբախել, դա նշանակում է, որ դու սկսել ես մի բան, որը շատ ավելի մեծ է, քան պարզապես ընտանեկան բախումը։ Դու կարող ես սկսած լինել քաղաքի պետական կառավարման իրական մակրում։ Մեհերը հանդիպում նշանագեց այդ կեսօրին մայրաքաղաքի իր խմբագրությունում։ Նա ուզում էր ամեն ինչ պաշտոնապես փաստաթղթավորել երաշխավորել, որ ապացույցները ներկայացվեն համապատասխան մարմիններին ճիշտ ձով։ Նախքան Մեհերի հետ հանդիպման գնալը, Անին որոշեց անցնել դպրոցով որոշ գործնական հարցեր լուծելու համար։ Անահիտը նրան սպասում էր դարպասի մոտ ակնհայտորեն հուզված։ Անի, բոլորը խոսում են այն մասին, թե ինչ է պատահել երեք Ավետիսյանների խնջույքին։ Ֆիլիպը, ով Արամի զարմիկն է, պատմել է, որ դու ընտանիքի պատմության մեջ ամենամեծ սկանդալն ես առաջացրել։ Անին զուսպ ժպտաց, ես պարզապես ասացի որոշ ճշմարտություններ, որոնք պետք է ասվեին։ Բայց դու պատկերացնում ես, որ դա ամեն ինչ կփոխի։ Մարդիկ ասում են, որ Վարդան Ավետիսյանը ամբողջ գիշեր զանգեր է արել փորձելով վերահսկել վնասները, իսկ Լոնը այսօր համալսարան չի գնացել։ Դասամիջոցի ժամանակ Անին նկատեց, որ մյուս աշակերտների հայացքները իր հանդեպ լիովին փոխվել են։ Այլս չկար նախկին անտարբերությունը կամ քողարկված արամարանքը, հիմա կար հետաքրքրասիրության, հարգանքի նույնիսկ հիացմունքի խառնուրդ։ Օֆելիան մոտեցավ նրան դասերի ավարտին ակնհայտորեն անհարմար զգալով։ Անի, ես ուզում էի ներողություն խնդրել երեկվա համար։ Ես գիտեի, որ Լոնը ինչ-որ բան էր ծրագրում, բայց չէի պատկերացնում, որ դա այսքան լուրջ էր։ Անին նայեց դասընկերուհուն, ով մասնակցել էր իրեն նվաստացնելու ծրագրերին։ Օֆելիա, մեր միջ տարբերությունն այն է, որ ես երբեք չէի փորձի ինչ-որ մեկին նվաստացնել պարզապես զվարճանքի համար։ Գուցե դու պետք է մտածես այդ մասին։ Այդ օրվա կեսօրին Անին Վարդուհին ուղղորդվեցին մայրաքաղաք Մեհերի հետ իր խմբագրությունում հանդիպելու համար։ Թերթի գրասենյակը համեստ էր, բայց աշխույժ։ Լրագրողները աշխատում էին իրենց սեղանների մոտ, իսկ հեռախոսները անդադար զնգում էին։ Մեհերը նրանց ընդունեց խորհրդակցությունների սենյակում, որտեղ նրանք կարող էին առանձին զրուցել։ Նա պատրաստել էր մի շարք խնամքով մտածված հարցեր ամբողջ պատմությունը ժամանակագրական ստուգելի ձով փաստաթղթավորելու համար։ Վարդուհի, ես կցանկանայի, որ դուք ձեր բարերով պատմեիք, թե ինչպես բացահայտեցիք անօրինականությունները, ինչու որոշեցիք փաստաթղթավորել դրանք, սկսեց Մեհերը միացնելով ձայնագրիչը։ Հաջորդ 2 ժամվա ընթացքում Վարդուհին մանրամասն պատմեց իր պատմությունը։ Նա բացատրեց, թե ինչպես էր աստիճանաբար նկատել, որ ինչ-որ բան այն չէ այն պայմանագրերի հետ, որոնք տեսնում էր Վարդանի աշխատասենյակում, ինչպես էր սկսել ավելի ուշադիր լինել այն խոսակցություններին, որոնց ականատես էր լինում, ինչպես էր կայացրել փաստաթղթերը պատժենելու ձայնագրություններ անելու դժվարին որոշումը։ Ես գիտեի, որ ռիսկի եմ դիմում, բայց նա գիտեի, որ եթե ոչինչ չանեմ, ապագայում ուրիշ մարդիկ կարող են տուժել։ Փոքր ընկերություններ, որոնք կորցնում են պայմանագրերը հովանավորչության պատճառով, պետական միջոցներ, որոնք մսխվում են, չէի կարող պարզապես ծածնել, թե ոչինչ չգիտեմ։ Մեհերը մի շարք տեխնիկական հարցեր տվեց փաստաթղթերի ձայնագրությունների վերաբերյալ բացատրելով, թե ինչպես դրանք կստուգվեն մասնագետների կողմից նախքան հոդվածի հրապարակումը։ Դուք երկուստ էլ պետք է պատրաստ լինեք նրան, ինչ սպասվում է արջում, զգուշացրեց նա, Ավետիսյանների ընտանիքը սա հանգիստ չի ընդունի,
Նրանք կարող են փորձել վախեցնել, դատական գործեր սկսել, զրպարտության արշավներ կազմակերպել, նրանք ռեսուրսներ ունեն ձեր կյանքը շատ բարդացնելու համար։ Անին Վարդուհին նայեցին միմյանց, հենց այդ վախն էր կաշկանդել Վարդուհուն այս բոլոր ամիսների ընթացքում։ Մհեր, ասաց Անին, մեր կյանքն արդեն իսկ բարդացած էր։ Գոնե հիմա մենք հակահարված տալու հնարավորություն ունենք։ Վարդուհին գլխով արեց զարմացնելով ինքն իրեն իր սեփական վճռականությամբ, աղջիկս ինձ ցույց տվեց, որ վախը մեզ միայն բանտարկյալ է դարձնում։ Ես նախընտրում եմ գրել ճշմարտություն ասելու հետանքները, քան շարունակել ապրել օրենքից վեր իրենց դասող մարդկանց վախից։ Մհերը ժպտաց ակնհայտորեն տպավորված Վարդուհու կերպարանափոխությամբ։ Ուրեմն առաջ գնանք, խոստանում եմ, որ մենք սա կանենք ճիշտ ձով հնարավոր բոլոր իրավական պաշտպանությամբ։ Մեկ շաբաթ անց Ավետիսյանների շինարարական ընկերության անօրինականությունների մասին առաջին հոդվածը հրապարակվեց թերթում։ Արձագանքը ակնթարթային էր շատ ավելի մեծ, քան որը մեկը սպասում էր։ Տարածաշրջանի մյուս լրատվամիջոցները սկսեցին հետաքննել թեման, մի քանի օրվա ընթացքում գործը դարձավ քաղաքի քննարկման գլխավոր թեման։ Վարդան Ավետիսյանը սկզբում փորձեց հերքել մեղադրանքները իր մամուլի ծառայության միջոցով։ Բայց երբ ավելի շատ ապացույցներ ներկայացվեցին, ուրիշ մարդիկ սկսեցին ցուցմունքներ տալ հաստատելով անօրինականությունները, ռազմավարությունը փոխվեց փորձելով նվազեցնել վնասները։ Նահանգային դատախազությունը պաշտոնական հետաքննություն սկսեց, աուդիտորներ ուղարկվեցին ստուգելու Ավետիսյանի ընկերության վերջին 5 տարիների բոլոր պետական պայմանագրերը։ Անի Վարդուհու համար հաջորդող շաբաթները բերեցին լարվածության հույսի խառնուրդ, ինչպես Մհերը կանխատեսել էր, եղան վախեցնելու փորձեր Ավետիսյանների շահերը ներկայացնող փաստաբանների կողմից, բայց մամուլի մարդու իրավունքների մի շարք կազմակերպությունների աջակցությունը նրանց տվեց անհրաժեշտ պաշտպանությունը։ Վարդուհին սկսեց հաճախել հոգեբանի, ով մասնագիտացած էր աշխատանքային տրավմաների հարցում, աստիճանաբար վերականգնեց իր ինքնագնահատական ու վստահությունը։ Տեսնելով, թե ինչպես է իր դուստրը դիմակայում իր մեծագույն վախերին, նրա մեջ արթնացրել էր մի ուժ, որը նա կարծում էր, թե ընդմիշտ կորցրել է։ Անին շարունակեց աշխատել գրախանութում, բայց հիմա լիովին այլ հայացքով էր նայում իր ապագային։ Մի շարք կազմակերպություններ կրթաթոշակներ առաջարկեցին նրան, որպեսզի նա կարողանա սովորել իրավաբանություն կամ լրագրություն ոլորտներ, որոնք նրա մեջ հետաքրքրություն էին առաջացրել այս ողջ փորձառությունից հետո։ Այն խնջույքից մեկ ամիս անց, որը փոխել էր նրանց կյանքը, մայր ու դուստր նստած էին տան հյուրասենյակում, երբ հեռախոսը զնգաց, Մհերն էր մի լուրով, որին նրանք անհամբեր սպասում էին։ Դատախազության հետաքննությունը բավարար ապացույցներ է գտել Ավետիսյանի շինարարական ընկերության սխեմայի մեջ ներգրավված որոշ պետական պաշտոնյաների դեմ մի շարք հայցեր ներկայացնելու համար։ Վարդան Ավետիսյանը պատասխանատվություն է կրելու մրցույթների կեղծման կաշառակերության համար։ Վարդուհին փակեց աչքերը, խորը շունչ քաշեց, կարծես վերջապես կարող էր դուրս մղել տարիների գուտակված տագնապը։ Անին բռնեց մոր ձեռքը, երկուսն էլ ժպտացին։ Բացի այդ, շարունակեց Մհերը, քաղաքապետարանը հայտարարել է, որ վերանայելու է վերջին տարիների բոլոր պայմանագրերը թափանցիկության նոր մեխանիզմներ է ստեղծելու, որպեսզի նման բան այլս չկրկնվի։ Երբ անջատեց հեռախոսը, Անին նայեց մորը, տեսավ մի բան, որը երկար ժամանակ չէր տեսել։ Վարդուհին իսկապես ժպտում էր, այլ ոչ թե պարզապես փորձում էր լավ եռալ իր համար։ Մայրիկ, մենք դա արեցինք, մեզ մոտ ստացվեց։ Ոչ, իմ քաջ աղջիկ, դու դա դու արեցիր այն, ինչ ես ուժ չունեի անելու։ Միասին արեցինք, մայրիկ, եւ հիմա մենք գիտենք, որ երբ դիմակայում ենք մեր վախերին, պարզում ենք, որ ավելի ուժեղ ենք, քան պատկերացնում էինք։ Այդ գիշեր, ամիսներ անց առաջին անգամ, նրանք երկուսն էլ հանգիստ քնեցին իմանալով, որ գտել են իրենց ձայնը, որ այլս երբեք թույլ չեն տա, որ որե մեկը իրենց լրացնի վախի միջոցով։ Դրսում աշխարհը շարունակում էր նույնը մնալ բարդ, երբեմն անարդար, դեռ լի մարդկանցով, ովքեր փորձում էին օգտագործել ուժը ի վնաս ուրիշների։ Բայց այդ փոքրիկ տան ներսում երկու կանայք բացահայտել էին, որ քաջությունը, նույնիսկ երբ այն ծնվում է հուսահատությունից, կարող է լինել ամենահզոր ուժը բոլորից։ Եվ քաղաքի ինչ-որ մի անկյունում ուրիշ մարդիկ, ովքեր ականատես էին եղել Անիի կերպարանափոխությանը, սկսում էին մտածել, արդյոք իրենք էլ չունեն այն անհրաժեշտ ուժը իրենց սեփական պայքարներին դիմակայելու համար, ոգեշնչված մի 17-ամյա աղջկա օրինակով, ով հրաժարվեց լրացվելուց։ 6 ամիս էր անցել այն գիշերվանից, որը փոխեց ամեն ինչ Անի Վարդուհու համար։ Քաղաք էր եկել աշունը իր հետ բերելով նորացման մթնոլորտ, որը կատարելապես արտացոլում էր այն փոփոխությունները, որոնք տեղի էին ունեցել նրանց կյանքում։ Այն փոքրիկ տունը, որտեղ նրանք ապրում էին, հիմա լիովին այլ տեսք ուներ։ Վարդուհին վերադարձել էր այգու խնամքին տնկելով գունավոր ծաղիկներ, որոնք կյանք էին տալիս բագին, որը երկար ժամանակ լքված էր եղել։ Պատուհանները ցերեկը բաց էին մնում, ներս թողնելով լույսն ու թարմ օդը, որոնք կարծես խորհրդանշում էին այն ազատությունը, որը երկուսն էլ նվաճել էին։ Վարդուհին նոր աշխատանք էր գտել մի մաքրման ընկերությունում, որը ծառայություններ էր մատուցում պետական մարմիններին, հեգնական է, բայց նրա աշխատանքն այժմ ներառում էր պետական հաստատությունների մաքրության կարգուկանոնի ապահովումը։ Մի կատարյալ մետաֆոր այն բանի, ինչ նա օգնել էր անել քաղաքի կառավարման հետ, աշխատավարձը ավելի լավն էր,
քան այն, ինչ ստանում էր Ավետիսյանների տանը, որ ավելի կարևոր է նրան վերաբերվում էին հարգանքով արժանապատվությամբ։ Գիտես, Անի, ասաց Վարդուհին շաբաթ առավոտյան, երբ միասին նախաճաշ էին պատրաստում, ես երբեք չէի պատկերացնի, որ իմ հին աշխատանքը գործնելը կարող էր լինել լավագույն բանը, որ պատահել է ինձ հետ։ Անին ժպտաց նկատելով, թե ինչպես է մայրը ավելի երիտասարդ կենսուրախ երում, քան ինքը հիշում էր տարիներ շարունակ, երբեմն այն, ինչ թվում է ինչ-որ բանի վերջը, իրականում շատ ավելի լավ բանի սկիզբն է։ Անի դպրոցական կյանքը նույնպես կտրուկ փոխվել էր, նա դարձել էր տեղական յուրօրինակ լեգենդ հայտնի որպես այն աղջիկը, ով մարտահրավեր էր նետել քաղաքի ամենահզոր ընտանիքներից մեկին հաղթել։ Ուսուցիչները նրան նոր հարգանքով էին վերաբերվում, իսկ այն դասընկերները, ովքեր նախկինում երբեք նրանով չէին հետաքրքրվել, հիմա փնտրում էին նրա կարծիքը տարբեր հարցերի շուրջ։ Անահիտը շարունակում էր մնալ նրա լավագույն ընկերուհին, բայց հիմա գար նա Պետրոսը 18 տարեկան մի երիտասարդ, ով սովորում էր տեխնիկական դպրոցում, ով հետաքրքրվել էր Անիով ընդհանուր ընկերների միջոցով լսելով նրա պատմությունը։ Նա տարբերվում էր այն տղաներից, որոնց Անին ճանաչում էր։ Ավելի հասուն էր, հետաքրքրված սոցիալական հարցերով լիովին հիացած այն քաջությամբ, որը նա ցուցաբերել էր։ Դու ոգեշնչող ես, ասել էր նա իրենց առաջին հանդիպումներից մեկի ժամանակ, ոչ միայն քո արածի համար, այլ այն ձի, որով շարունակում ես մնալ նույն համեստ վճռական մարդը, ինչ նախկինում։ Նրանց հարաբերությունները աճում էին դանդաղ բնականորեն։ Պետրոսի համար նշանակություն չուներ այն փաստը, որ Անին աշխատում էր գրախանութում կամ սերում էր ցածր խավի ընտանիքից, իրականում նա հիանում էր նրա աշխատասիրությամբ ընտանեկան արժեքներով։ Ավետիսյանների ընտանիքի ճակատագիրը լիովին այլ էր եղել։ Վարդանը բախվում էր բազմաթիվ քրեական քաղաքացիական դատական գործերի, շինարարական ընկերությունը գործրել էր բոլոր պետական պայմանագրերը սնանկացման եզրին էր։ Անուշը տեղափոխվել էր մայրաքաղաք փորձելով վերակառուցել կյանքը հեռու այն սկանդալներից, որոնք հիմա բնորոշում էին ընտանիքի ազգանունը։ Լոնը թողել էր համալսարանը, նույնպես տեղափոխվել էր քաղաքից հեռու։ Ըստ լուրերի նա փորձում էր աշխատանք գտնել այլ քաղաքներում, որտեղ ընտանիքի անունը դեռ չէր դարձել կոռուպցիայի անազնվության հոմանիշ։ Այն առանձնատունը, որտեղ Վարդուհին աշխատել էր այնքան տարիներ, դատարկ էր, վաճառվում է ցուցանակներով, որոնցով ոչ ոք կարծես հետաքրքրված չէր։ Գույքը դարձել էր ամբարտավանության էթիկայի բացակայության հետանքների խորհրդանիշը։ Մեհերը լրագրողը, ով օգնել էր ձայն տալ Անի Վարդուհու պատմությանը, մի շարք մրցանակներ էր ստացել իր հետաքննության համար։ Նա կանոնավոր կապ էր պահպանում նրանց հետ ոչ միայն պրոֆեսիոնալ առումով, այլ որպես անկեղծ ընկեր, ով հիանում էր նրանց երկուսի ցուցաբերած քաջությամբ։ Դուք պատկերացում անգամ չունեք, թե ինչ ազդեցություն եք ունեցել, ասաց նա վերջին այցելություններից մեկի ժամանակ, տարբեր քաղաքներում ուրիշ մարդիկ սկսել են բողոքել նմանատիպ սխեմաների դեմ։ Դուք թափանցիկության քաջության մի ալիք եք բարձրացրել, որը շատ ավելի հեռուն է գնում, քան այս տարածաշրջանը։ Անիի համար թերս ամենանշանակալի փոփոխությունը ներքին էր, նա իր մեջ բացահայտել էր գիրք հետաքննող լրագրության մարդու իրավունքների նկատմամբ, մի շարք համալսարաններ լիարժեք կրթաթոշակներ էին առաջարկել նրան տպավորված լինելով ոչ միայն նրա գնահատականներով, այլ նրա անձնական պատմությամբ սոցիալական արդարության նկատմամբ նվիրվածությամբ։ Նա ընտրել էր մայրաքաղաքի պետական համալսարանը, որտեղ կարող էր սովորել հաղորդակցություն մասնագիտանալով լրագրության մեջ, դա մի հնարավորություն էր, որը նա մի քանի ամիս առաջ երբեք հնարավոր չէր համարի։ Վախենում եմ քեզ մենակ թողնել, մայրիկ, խոստովանեց Անին մի կեսօր, երբ դասավորում էին համալսարանական ընդունելության փաստաթղթերը։ Աղջիկս, ես մենակ չեմ մնալու, ես ազատ եմ լինելու, եւ դու ինձ չես թողնում, դու թրջում ես, դա հենց այն է, ինչ ես միշտ ցանկացել եմ քեզ համար։ Վարդուհին շատ էր հասունացել այդ ամիսների ընթացքում։ Թերապիան օգնել էր նրան հասկանալ, որ իր փորձառությունը որպես տնային տնտեսուհի, չնայած վերջում դրավմատիկ էր, նրան նա արժեքավոր պատկերացումներ էր տվել սոցիալական անհավասարության աշխատանքում արժանապատվության կարողության մասին։ Նա սկսել էր ներգրավվել կազմակերպություններում, որոնք պաշտպանում էին տնային աշխատողների իրավունքները, գիսելով իր փորձը օգնելու ուրիշներին, ովքեր կարող էին նմանատիպ իրավիճակներում լինել։ Պարզեցի, որ շատ բան ունեմ առաջարկելու, ասաց նա Անին իրենց գիշերային զրույցներից մեկի ժամանակ, այդ բոլոր տարիները, երբ հետում էի, թե ինչպես են հզորները վարվում, ինձ յուրահատուկ հայացք տվեցին այն մասին, թե ինչպես է համակարգն աշխատում։ Կիրակի օր էր, իրենց կյանքը փոխած խնջույքից ուղիղ 7 ամիս անց, երբ Անին Վարդուհին քայլում էին քաղաքի կենտրոնով հանդիպեցին Վարդան Ավետիսյանին, ով դուրս էր գալիս մի բիզնես շենքից։ Նա տեսանելիորեն ընկճված էր, նրա թանկարժեք հագուստները փոխարինվել էին պարզ հագուստով, նա ձեռքին թղթապանակ էր գրում, ինչը հուշում էր, որ աշխատանք է փնտրում։ Մի պահ երեքն էլ լուր նայեցին միմյանց։ Վարդանը թվաց, թե մտածում է արդյոք պետք է մոտենալ, թե ոչ, վերջապես նա քայլեց նրանց ուղղությամբ։ Վարդուհի, Անի, ասաց նա, նրա ձայնը շատ էր տարբերվում այն հրամայական տոնից, որով սովոր էր խոսել։ Ես ուզում էի ներողություն խնդրել։ Վարդուհին Անին հայացքներ փոխանակեցին։ Դա մի բան էր, որ նրանք երբեք չէին սպասում լսել։ Գիտեմ, որ այն, ինչ արեցի քեզ հետ, Վարդուհի, անարդար էր դաժան, իսկ Անի, դու ամեն ինչում ճիշտ էիր։ Ես կորցրի ինձ իշխանության մեջ մոռացա, որ մեր գործողությունները հետանքներ ունեն։
Վարդուհին առաջինը պատասխանեց. «Պարոն Ավետիսյան, ես ընդունում եմ ձեր ներողությունը, բայց հուսով եմ հասկանում եք, որ դրանք չեն փոխում պատահածը, պարզապես ցույց են տալիս, որ գուցե դուք ինչ-որ բան սովորել եք»։ Վարդանը գլխով արեց ակնհայտորեն ամաչելով. «Հույս ունեմ, որ դուք կունենաք այն կյանքը, որին արժանի եք, դուք շատ քաջ մարդիկ եք»։ Նրա հեռանալուց հետո Անին հարցրեց մորը, թե ինչպես է իրեն զգում այդ հանդիպման հետ կապված։ Տարօրինակ կերպով հանդարտ, պատասխանեց Վարդուհին, այլս բարկություն չեմ զգում, պարզապես թեթություն, կարծես ամեն ինչ վերջապես ամբողջացավ։ Նույն գիշեր տան պատշգամբում նստած աստղերին հետելիս, մայր ու դուստր խորհեցին այն արտասովոր ճանապարհի մասին, որն անցել էին։ Անի, երբ ես քո տարիքին էի, երազում էի աշխարհը փոխել, բայց ինձ համոզեցի, որ մեզ նման մարդիկ այդ ուժը չունեն, ասաց Վարդուհին, դու ինձ ցույց տվեցիր, որ ես սխալվում էի։ Մայրիկ, դու ինձ տվեցիր բոլոր անհրաժեշտ գործիքները, ազնվությունը, քաջությունը, վճռականությունը, ես պարզապես օգտագործեցի այն, ինչ դու ինձ սովորեցրել ես։ Իսկ հիմա… Անին նայեց աստղազարդ երկնքին մտածելով իր արջ բացվող ապագայի մասին։ Հիմա մենք շարունակելու ենք, դու պայքարելով աշխատողների իրավունքների համար, ես սովորելով պատմել պատմություններ, որոնք պետք է պատմվեն, մենք շարունակելու ենք ցույց տալ, որ սովորական մարդիկ կարող են արտասովոր բաներ անել, երբ որոշում են չհանդուրժել անարդարությունը։ Վարդուհին բռնեց դստեր ձեռքը։ Այնքան հպարտ եմ այն գնոջով, որ դու դարձել ես։ Իսկ ես հպարտ եմ այն գնոջով, որ դու միշտ եղել ես։ Մայրիկ, մենք պարզապես պետք է բացահայտեինք մեր ուժը։ Երբ գիշերը առաջացավ, նրանք մնացին այնտեղ ծրագրելով ապագան այնպիսի հույսով վճռականությամբ, որը կարծում էին, թե ընդմիշտ կորցրել են, շրջապատող աշխարհը դեռ ուներ իր խնդիրները, իր անարդարությունները, իր հզորներին, ովքեր փորձում էին ճնշել թույլերին։ Բայց հիմա նրանք գիտեին, որ ունեն հակահարված տալու ուժը։ Եվ քաղաքի ինչ-որ մի վայրում ուրիշ մարդիկ, ովքեր լսել էին Ավետիսյաններին մարտահրավեր նետած աղցկա պատմությունը, սկսում էին հարցնել իրենք իրենց, թե արդյոք իրենք էլ չեն կարող գտնել քաջությունը դիմակայելու իրենց սեփական պայքարներին։ Անի Վարդուհու պատմությունը դարձել էր ավելին, քան պարզապես անձնական հաղթանակը։ Այն դարձել էր խորհրդանիշ այն բանի, որ նույնիսկ ամենադժվար հանգամանքներում ճշմարտությունն ու քաջությունը կարող են հաղթել ուժին վախեցնելուն։ Եվ դա, նրանք գիտեին, միայն սկիզբն էր։ 2 տարի էր անցել Ավետիսյանների առանձնատան այն շրջադարձային գիշերվանից։ Անին այժմ Մայրաքաղաքի համալսարանի լրագրության ֆակուլտետի 2-րդ կուրսի վերջում էր դարձել իր կուրսի ամենահարգված ուսանողներից մեկը։ Նրա դասախոսները հաճախ օգտագործում էին նրա դեպքը որպես հետաքննող լրագրության գործնական օրինակ, նա ձեռք էր բերել մեկի համբավը, ով չի վախենում առերեսվել ճշմարտությանը, որքան էլ այն անհարմար լինի։ Այդ 2 տարիների ընթացքում նա կանոնավոր կապ էր պահպանել Մեհերի հետ, ով դարձել էր ոչ միայն պրոֆեսիոնալ խորհրդատու, այլ հայրական կերպար նրա ակադեմիական կյանքում։ Նա Անին ներկայացրել էր այլ հետաքննող լրագրողների, Անին արդեն մասնակցել էր մի շարք փոքր ռեպորտաժների իր պրակտիկայի ընթացքում միշտ ցուցաբերելով նույն վճռականությունը, որը ցույց էր տվել այն ճակատագրական գիշերը։ Վարդուհին իր հերթին վերածվել էր տնային աշխատողների իրավունքների պաշտպանության հարգված ակտիվիստի, նրա անձնական փորձը իր գրած անարդարությունները բարձրաձայնելու կարողությունը նրան դարձրել էին հզոր ձայն աշխատանքային իրավունքների վերաբերյալ համաժողովներում բանավեճերում։ Նա օգնել էր ստեղծել տեղական մի ասոցիացիա, որը իրավական հոգեբանական աջակցություն էր տրամադրում տնային աշխատողներին, ովքեր բախվում էին չարաշահումների կամ շահագործման իրավիճակների։ Այն աշխատանքը, որը Վարդուհին հիմա անում էր, նրան տվել էր մի նպատակ, որը նա երբեք հնարավոր չէր համարի, նա կանոնավոր կերպով մեկնում էր այլ քաղաքներ դասախոսություններ կարդալով օգնության խմբեր կազմակերպելով, նրա սեփական հաղթահարման փորձը ոգեշնչում էր ուրիշներին, ովքեր անցել էին նմանատիպ իրավիճակների միջով։ Քաղաքում տեղի ունեցած փոփոխությունը խորն էր տական, Ավետիսյանների սկանդալը հանգեցրել էր պետական մրցույթների գործընթացների լիակատար վերանայմանը, ներդրվել էին թափանցիկության նոր մեխանիզմներ, ստեղծվել էր քաղաքացիների հանձնաժողով բոլոր պետական պայմանագրերին հետելու համար։ Կոռուպցիան, որը տասնամյակներ շարունակ նորմալ էր համարվել, հիմա բախվում էր մշտական հսկողության։ Վարդան Ավետիսյանը 18 ամիս պատիժ էր գրել կիսաբաց ռեժիմով, այժմ աշխատում էր որպես հաշվապահ մի փոքրիկ ընտանեկան ընկերությունում։ Նրա հարստությունը բռնագրավվել էր պետական բյուջեին հասցված վնասը վերականգնելու համար։ Նա ապրում էր քաղաքի ծայրամասում գտնվող մի համեստ վարձով տանը, ըստ Մեհերի, ով երբեմն հանդիպում էր նրան, Վարդանը անգեղծորեն զղջացած էր թվում, փորձում էր վերակառուցել իր կյանքը հիմնվելով այլ արժեքների վրա, քան նրանք, որոնցով առաջնորդվել էր տասնամյակներ շարունակ։ Լոնը ավարտել էր համալսարանը մեկ այլ մարզում օգտագործելով մոր ազգանունը խուսափելու համար ընտանեկան սկանդալի հետ կապված ասոցիացիաներից։ Նա աշխատում էր որպես վարչական օգնական մի միջին չափի ընկերությունում, ըստ այն սակավաթիվ տեղեկությունների, որոնք Անին հասնում էին ընդհանուր ծանոթների միջոցով, թվում էր, թե փորձում էր ապրել լիովին այլ կյանքով, քան այն, որը վարել էր երիտասարդ տարիներին։ Անուշը վերջնականապես տեղափոխվել էր Մայրաքաղաք, որտեղ աշխատում էր որպես ընդունարանի աշխատակից բժշկական կենտրոնում։ Ֆինանսական վիճակի կտրուկ փոփոխությունը սկզբում գործանարար էր եղել նրա համար, բայց ժամանակի ընթացքում նա որոշակի խաղաղություն էր գտել իր նոր կյանքի պարզության մեջ։
Ավետիսյանների առանձնատունը վերջապես վաճառվել էր, բայց միայն գինը զգալիորեն իջեցնելուց հետո նոր սեփականատերը մի գործարար այլ քաղաքից, ով տեղյակ չէր տան պատմությանը, վարձել էր հենց այն ընկերությունը, որտեղ աշխատում էր Վարդուհին տան մաքրման սպասարկման համար։ Վարդուհին ընդունել էր աշխատանքը դրա մեջ տեսնելով իր անցյալին խորհրդանշականորեն դիմակայելու հնարավորություն։ Անիրական էր նորից այդ տուն մտնելը, պատմեց Վարդուհին Անին իրենց շաբաթական հեռախոսազրույցներից մեկի ժամանակ, բայց նա ազատագրող էր, ես այլս լուր անտեսանելի ծառան չէի, ես այնտեղ էի որպես իմ սեփական ճակատագրի տերը։ Երրորդ կուրսի ամառային արձակուրդների ժամանակ Անին վերադարձավ տուն մի քանի շաբաթ Վարդուհու հետ անցկացնելու համար։ Քաղաքը տեսանելիորեն փոխվել էր, նոր խանութներ էին բացվել, կառավարման գործընթացներում ավելի շատ թափանցիկություն կար, մարդիկ կարծես ավելի մեծ վստահություն ունեին պետական հաստատությունների նկատմամբ։ Անահիտը նրա մանկության ընկերուհին դարձել էր ուսուցչուհի, հաճախ էր իր աշակերտներին որպես օրինակ բերում Անիի պատմությունը քաղաքացիական քաջության ճշմարտությունը պաշտպանելու կարողության մասին։ Պետրոսը, ով դարձել էր ինժեներ, պահպանում էր ամուր հարաբերությունները Անիի հետ, աջակցելով նրա մասնագիտական երազանքներին, կանոնավոր այցելելով նրան մայրաքաղաքում։ Գիտես, որ մեր պատմությունը նույնիսկ որպես ուսումնասիրության թեմա է դարձել պետական համալսարանում։ Ոգորված պատմեց Անահիտը ճաշի ժամանակ, քաղաքագիտության մի դասախոս այնտեղ պատահածը օգտագործում է որպես օրինակ այն բանի, թե ինչպես անհատական գործողությունները կարող են համակարգային փոփոխություններ առաջացնել։ Հենց այդ ամառային այցի ժամանակ էր, որ Անին անսպասելի զանգ ստացավ Մեհերից, նրան դիմել էր վավերագրական ֆիլմերի մի արտադրող ընկերություն, որը ցանկանում էր ֆիլմ նկարահանել Ավետիսյանների գործի տարածաշրջանի կառավարման թափանցիկության վրա ունեցած ազդեցության մասին։ Անի, նրանք ուզում են, որ դու Վարդուհին մասնակցեք վավերագրական ֆիլմին, բացատրեց Մեհերը, դա հնարավորություն կլինի ողջ երկրին ցույց տալու, թե ինչպես անհատական քաջությունը կարող է փոփոխություն բերել։ Վարդուհին սկզբում տատանվեց, չգիտեմ ուզում եմ արդյոք նորից այդ ամենը վերհիշել, աղջիկս։ Մայրիկ, գուցե սա մեր շանսն է ոգեշնչելու ուրիշներին, ովքեր նմանատիպ իրավիճակներում են։ Մեր պատմությունը կարող է ուժ տալ մեկին, ով քաջության գարիք ունի։ Երկար մտորումներից հետո երկուսն էլ համաձայնեցին մասնակցել ֆիլմին, նկարահանումները տեղի ունեցան աշնանը, ի զարմանց բոլորի Վարդան Ավետիսյանը նույնպես համաձայնեց հարցազրույց տալ։ Նա ցանկանում էր, իր իսկ բարերով, հրապարակավ ստանձնել իր գործած սխալների պատասխանատվությունը, ներողություն խնդրել ոչ միայն Վարդուհուց Անից, այլ ողջ համայնքից։ Հարցազրույցի ժամանակ Վարդանը բաց խոսեց այն մասին, թե ինչպես էր իշխանությունը կործանել իր էթիկական զգացողությունը։ Ես ինձ համոզել էի, որ քանի որ կարող էի որոշ բաներ անել, դա նշանակում էր, որ պետք է անեի դրանք, ես կորցրի այն փաստը, որ իմ յուրաքանչյուր որոշում ազդում էր իրական մարդկանց իրական կյանքերի վրա։ Ամենահուզիչը, սակայն, Անի Վարդուհու համատեղ հարցազրույցն էր, նստած կողք կողքի այն հյուրասենյակում, որը վերջին տարիներին այնքան գարոր խոսակցությունների ականատես էր եղել, նրանք պատմեցին իրենց ճանապարհը Վարդուհու աշխատանքից հեռացվելու պահից մինչ այն կերպարանափոխությունը, որը երկուսն էլ ապրել էին։ Այն, ինչ ես սովորեցի, այն է, որ լռությունը անարդարության արջ մեղսակցության ձե, ասաց Վարդուհին տեսախցիկների արջ, տարիներ շարունակ մտածում էի, որ իմ դերը անտեսանելի լինելն է, խնդիրներ չառաջացնելը։ Աղջիկս ինձ սովորեցրեց, որ երբեմն հենց ճիշտ խնդիր առաջացնելը ամենակարևոր բանն է, որ կարող ենք անել։ Անին ավելացրեց. Մեր պատմությունը վրեժի կամ բարկության մասին չէ, այն արժանապատվության մասին է, այն մասին, թե ինչ է պատահում, երբ մենք որոշում ենք, որ արժանի ենք հարգանքով վերաբերմունքի, այն սովորական մարդկանց մասին է, ովքեր կարող են արտասովոր բաներ անել։ Վավերագրական ֆիլմը թողարկվեց հաջորդ տարի, մի շարք մրցանակներ շահեց կինոփառատոներում։ Ավելի կարևոր է, որ այն ոգեշնչեց ստեղծելու աջակցության ազգային ցանց այն աշխատողների համար, ովքեր իրենց աշխատավայրերում բախվում էին չարաշահումների կամ կոռուպցիայի իրավիճակների։ Համալսարանի երրորդ կուրսի վերջում Անին առաջարկ ստացավ պրակտիկա անցնելու այն նույն թերթում, որտեղ աշխատում էր Մեհերը, դա երազանքի հնարավորություն էր, բայց կնշանակեր 1 կիսամյակով հետաձգել ավարտելը պրակտիկային լիովին նվիրվելու համար։ Գնա, աղջիկս, առանց վարանելու ասաց Վարդուհին, երբ Անին պատմեց հնարավորության մասին։ Դու դրա համար ես ծնվել, ես այստեղ կլինեմ, երբ դու վերադառնաս, հպարտ կլինեմ յուրաքանչյուր կարևոր պատմությամբ, որ դու կգրես։ Նախքան պրակտիկան սկսելը տանը անցկացրած իր վերջին օրվա ընթացքում Անին Վարդուհին քայլեցին մինչ Ավետիսյանների նախկին առանձնատունը, որն այժմ վերանորոգված էր բնակեցված նոր ընտանիքով, այգին ծաղկած էր, բակում երեխաներ էին խաղում, մթնոլորտը լիովին տարբեր էր նրանից, ինչ Վարդուհին հիշում էր այնտեղ աշխատած իր տարիներից։ Գիտես ինչն է ինձ ամենաշատը զարմացնում, մեկնաբանեց Վարդուհին նայելով տանը, ոչ թե այն, որ մեզ հաջողվեց տապալել մի գոռումպացված ընտանիքի, այլ այն, որ մենք պարզեցինք, թե ով ենք մենք իրականում այդ ընթացքում։ Իսկ ով ենք մենք, մայրիկ։ Վարդուհին ժպտաց նայելով դստերը, ով դարձել էր ուժեղ վճռական երիտասարդ կին։ Մենք մարդիկ ենք, ովքեր չեն ընդունում անարդարությունը, ովքեր պայքարում են ճշմարտության համար, ովքեր գիտեն, որ մեր ձայնը ուժ ունի։ Մենք հենց նրանք ենք, ովքեր միշտ պետք է լինեինք։ Այդ նույն գիշերը Անին իր օրագրում գրեց մի խորհրդածություն այն ողջ ճանապարհի մասին, որն անցել էին։
4 տարի առաջ ես 17 տարեկան մի աղջիկ էի, ով աշխատում էր գրախանութում օգնելու պահել անարդարությունից կործանված մի ընտանիք։ Այսօր ես մի երիտասարդ լրագրող եմ, ով պատրաստվում է սկսել մի կարիերա նվիրված ճշմարտության բացահայտմանը նրանց իրավունքների պաշտպանությանը, ովքեր ձայն չունեն։ Մայրս միշտ ինձ ասում էր, որ մեծագույն փոփոխությունները սկսվում են քաջության փոքրիկ քայլերից։ Նա ճիշտ էր, այն, ինչ սկսվեց որպես մեր ճնշողներին դիմակայելու հուսահատ փորձ, դարձավ անձնական բացահայտման մի ճանապարհորդություն, որը փոխեց ոչ միայն մեր կյանքը, այլ ողջ համայնքը։ Ես սովորեցի, որ քաջությունը վախի բացակայությունը չէ, այլ վախին հակառակ գործելու որոշումը։ Ես սովորեցի, որ ճշմարտությունը ավելի հզոր է, քան փողը կամ քաղաքական ազդեցությունը։ Եվ ես սովորեցի, որ մեզ նման սովորական մարդիկ կարող են, այո, փոխել աշխարհը, երբ որոշում են, որ այլս չեն հանդուրժելու անընդունելին։ Այն աղջիկը, ով 4 տարի առաջ մտավ այդ խնջույքին պարզ պայուսակի մեջ փաստաթղթեր գրելով, չէր պատկերացնում, որ սկսում էր մի կերպարանափոխություն, որը կարձագանքեր տարիներ շարունակ։ Բայց գուցե հենց այդպես էլ տեղի է ունենում յուրաքանչյուր կարևոր փոփոխություն։ Սկսվելով մեկից, ով որոշում է, որ ժամանակն է դադարել հարմարվել, սկսել գործել։ Մեր պատմությունը դեռ գրվում է։ Մայրս շարունակում է պայքարել աշխատողների իրավունքների համար։ Ես սկսում եմ իմ լրագրողական կարիերան, ինչ որտեղ կան ուրիշ մարդիկ, ովքեր բացահայտում են, որ իրենք նույնպես ուժ ունեն դիմակայելու իրենց սեփական անարդարություններին։ Սա է մեր ապրածի իրական ժառանգությունը, այն գիտակցումը, որ փոփոխությունը հնարավոր է, որ քաջությունը վարագիչ է, որ երբ մի մարդ որոշում է պայքարել ճշմարտության համար, նա ոգեշնչում է ուրիշներին անել նույնը։ Հաջորդ առավոտյան, երբ Անին մեկնում էր մայրաքաղաք իր պրակտիկան սկսելու համար, Վարդուհին կանգնած էր պատշգամբում ձեռքով անելով պայծառ ժպիտով։ Դա տխուր հրաժեշտ չէր, այլ տոնակատարություն, նրա դուստրը թռչում էր հենց այնպես, ինչպես ինքը միշտ երազել էր։ Պատմության ավարտ։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Անի Վարդուհու քաջության ճանապարհը խորապես դիպավ ձեր սրտերին։ Այս պատմությունը մեզ հիշեցնում է, որ նույնիսկ երբ ամեն ինչ կորած է թվում, վճռականությունն ու ճշմարտությունը կարող են փոխել մեր կյանքը աներակայելի ձևով։ Եթե այս պատմությունը ձեր մեջ հույզեր արթնացրեց, անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին հետելու ավելի շատ պատմությունների, որոնք փառաբանում են մարդկային ոգու ուժը։ Սեղմեք հավանել կոճակը, եթե Անի քաջությունը ձեզ նույնպես ոգեշնչեց։ Մեկնաբանություններում պատմեք մեզ, թե պատմության որ մասն է ձեզ ամենաշատը տպավորել։ Պատրաստվեք, քանի որ շուտով կբերենք հաղթահարման նոր պատմություններ, որոնք ձեզ էլ ավելի կստիպեն հավատալ փոփոխության ուժին։ Ձեր ներկայությունը այստեղ մեծ նշանակություն ունի կարևոր պատմություններ պատմելու մեր ճանապարհին։